Վերադառնալով գիշերային երկինքը, դուք տեսնում եք հազարավոր աստղեր, որոնք փայլում են տիեզերքի անդունդում։ Բայց սա միայն պատրանք է։ Ձեր մերկ աչքով դուք տեսնում եք ընդամենը 2500-ից 3000 աստղ, կախված ձեր գտնվելու վայրից։ Իրական թիվը շատ ավելի սարսափելի է։ Մեր Ծիրկաթին գալակտիկան պարունակում է 200 միլիարդից 400 միլիարդ աստղ, եւ նույնիսկ սա միայն մեկ գալակտիկա է։ Համընդհանուր տիեզերքում կան 2 տրիլիոն գալակտիկաներ, որոնց մեջ յուրաքանչյուրը պարունակում է միլիարդավոր աստղեր։ Ուրեմն, որտեղ են բոլորը։ Որտեղ են այլ մոլորակայինները, տիեզերական նավերը, ազդանշանները, որոնք պետք է լցնեին տիեզերքը։ Լռության այս սարսափելի աղմուկը կոչվում է Ֆերմիի պարադոքս, եւ այն կարող է լինել ամենակարևոր հարցը, որը մարդկություն երբևէ դիմացել է։ Պատմությունը սկսվում է 1950 թվականի ամռանը։ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում, Նյու Մեքսիկոյում, ֆիզիկոսների խումբ նախաճաշում էր։ Նրանց թվում էր Էնրիկո Ֆերմին, իտալական ճառագայթային ֆիզիկոս, ով մասնակցել էր Մանհեթենի ծրագրին եւ ստացել էր Նոբելյան մրցանակ 48 թվականին։ Զրույցը վերաբերում էր թռչող ափսեների վերջին զեկույցներին, որոնք լցրել էին ամերիկյան մամուլը։ Հանկարծ Ֆերմին դադարեց, նայեց իր գործընկերներին եւ հարցրեց. «Պարզ, բայց խորը հարց. որտեղ են բոլորը»։ Այս 3 բառերը փոխեցին ամբողջ մեր հասկացողությունը տիեզերքում մեր տեղի մասին։ Ֆերմին չէր խոսում թռչող ափսեների մասին։ Նա խոսում էր ավելի հիմնարար բանի մասին։ Եթե տիեզերքը այդքան հսկայական է, եթե աստղերը եւ մոլորակները այդքան բազմաթիվ են, ապա հավանականությունը, որ կյանքը առաջացել է միայն երկրի վրա, թվում է անհավատալի փոքր։ Եվ եթե կյանքը տարածված է, ապա որոշ քաղաքակրթություններ պետք է դարձած լինեին զարգացած, բավականաչափ զարգացած, որպեսզի նվաճեն տիեզերքը։ Բայց մենք չենք տեսնում նրանց։ Մենք չենք լսում նրանց ազդանշանները։ Մենք չենք գտնում նրանց վայրիվերումներն արեգակնային մեր համակարգում։ Լռությունը բացարձակ է։ Եկեք փորձենք հասկանալ այս լռության մասշտաբը։ Մեր ամենամոտ աստղը, Պրոքսիմա Կենտավրին, գտնվում է 4,2 լույսի տարվա հեռավորության վրա։ Սա նշանակում է 9 տրիլիոն 42 միլիարդ կիլոմետր։ Եթե մարդկությունը կարողանար ուղարկել տիեզերանավ, որը ճանապարհորդում է 60,000 կիլոմետր/ժ, մեր ներկայիս ամենաարագ տիեզերական տեխնոլոգիան, ճամփորդությունը կտևեր 73,000 տարի։ Բայց եթե արտագալակտիկական քաղաքակրթությունը արդեն իսկ նվաճել է միջգալակտիկական ճանապարհորդությունները, նրանք պետք է լինեին ամենուր։ Ամենուր բացի մեր համակարգից։ 1630 թվականին ֆրանսիացի փիլիսոփա Բեռնար Լը Բովիե դը Ֆոնտենտենելը գրեց «Զրույցներ տիեզերքների բազմության մասին»։ Նա առաջարկեց, որ յուրաքանչյուր աստղ կարող է լինել արեգակ իր սեփական մոլորակային համակարգով։ Եթե դա ճիշտ է, ապա կյանքը պետք է լինի տարածված ամբողջ տիեզերքում։ 300 տարի անց մենք գիտենք, որ նա ճիշտ էր աստղերի մասին։ Գրեթե յուրաքանչյուր աստղ ունի մոլորակներ, բայց կյանքի մասին այստեղ սկսվում է խնդիրը։ 1650-րդ թվականներին աստղագետ Ֆրենք Դրեյկը ստեղծեց հավասարություն, որը փորձում էր գնահատել հաղորդակցվող արտագալակտիկական քաղաքակրթությունների թիվը մեր գալակտիկայում։ Դրեյկի հավասարումը բաղկացած է 7 փոփոխականից։ Առաջինը աստղերի առաջացման արագությունը մեր գալակտիկայում։ Երկրորդը աստղերի մասնաբաժինը, որոնք ունեն մոլորակներ։ Երրորդը կենսակարող մոլորակների միջին քանակը մեկ համակարգում։ Չորրորդը այդ մոլորակների մասնաբաժինը, որտեղ կյանքը իրականում զարգանում է։ Հինգերորդը կյանքի մասնաբաժինը, որը զարգանում է բանականության։ Վեցերորդը բաթը բանականության մասնաբաժինը, որը զարգացնում է հաղորդակցման տեխնոլոգիա։ Յոթերորդը այդպիսի քաղաքակրթության միջին տևողությունը։ Երբ Դրեյկը առաջին անգամ հրապարակեց իր հավասարումը 1661 թվականին, նա օպտիմիստական էր։ Նրա հաշվարկներով մեր գալակտիկայում կարող էր լինել 10-ից հազարավոր հաղորդակցվող քաղաքակրթություններ, բայց 6 տասնամյակ անց մենք չենք հայտնաբերել նույնիսկ մեկ ազդանշան։ Ոչ մի ռադիոհաղորդում, ոչ մի լազերային լույս, ոչ մի հետք տիեզերական ճարտարագիտության։ Լռությունը շարունակվում է։ 4 տասնամյակ շարունակ SETI ծրագիրը, արտագալակտիկական բանականության որոնման ինստիտուտը, լսում է տիեզերքը։
Նրանք օգտագործել են աշխարհի ամենահզոր ռադիոտելեսկոպները՝ Պուերտո Ռիկոյի Արեսիբոից մինչև արևմտյան Վիրջինիայի Գրին Բենկը։ Նրանք վերլուծել են միլիարդավոր ազդանշաններ, որոնելով անբնական կերպով կրկնվող օրինաչափություններ, որոնք կարող են նշանակել տեխնոլոգիական ծագում։ Բայց յուրաքանչյուր անգամ, երբ նրանք հայտնաբերում են հետաքրքիր ազդանշան, այն վերածվում է կամ բնական երևույթի, կամ մարդկային միջամտության։ Հայտնի Վաու ազդանշանը, որը գրանցվել էր 1976 թվականի օգոստոսի 15-ին Օհայո պետական համալսարանի Big Ear ռադիոտելեսկոպով, մնում է հետաքրքիր անոմալիա, բայց այն երբեք չի կրկնվել։ Եվ առանց կրկնության մենք չենք կարող ապացուցել, որ այն եղել է արտագալակտիկական տեխնոլոգիա։ Արդյոք հնարավոր է, որ մենք ուղղակի սխալ տեղում ենք փնտրում։ 1969 թվականին ֆիզիկոս Ֆրիմեն Դայսոնը առաջարկեց, որ շատ զարգացած քաղաքակրթությունը կարող է կառուցել հսկայական կառույց, ամբողջովին շրջապատելու իրենց աստղը եւ հավաքելու դրա էներգիայի գրեթե ամբողջ արտադրությունը։ Այդպիսի կառույցը կոչվում է Դայսոնի ոլորտ։ Երբ այն հավաքում է աստղի էներգիան, այն պետք է արտանետի ջերմություն ինֆրակարմիր սպեկտրում։ Աստղագետները որոնել են այդպիսի անոմալ ինֆրակարմիր ազդանշաններ հազարավոր աստղերի շուրջ, չեն գտել։ Կարող է այդպիսի կառույցները դեռ չեն կառուցվել, թերևս կյանքը իսկապես ոչնչացնող ձևով հազվագյուտ է, կամ թերևս կա ավելի մութ բացատրություն։ Գուցե քաղաքակրթությունները չեն հասնում այն տեխնոլոգիական մակարդակին, որը անհրաժեշտ է միջաստղային հաղորդակցության համար։ Թերևս նրանք ինքնավոչնչանում են, կամ միջուկային պատերազմով, կամ կլիմայական կաթեր կրճատումով, կամ արհեստական բանականության անվերահսկելի զարգացմամբ։ Սա կոչվում է մեծ ֆիլտրի հիպոթեզ, եւ դա սարսափելի մտածելակերպ է։ Մեծ ֆիլտրի գաղափարը առաջարկվել է տնտեսագետ Ռոբին Հենսոնի կողմից 1996 թվականին։ Նա ենթադրում էր, որ կյանքի զարգացման ճանապարհին կա որևէ փուլ, որը կոչանաչափ դժվար է անցնելու համար։ Այս ֆիլտրը կարող է լինել մեզնից հետո կամ առաջ։ Եթե մեծ ֆիլտրը մեր անցյալում է, օրինակ պարզ կյանքից բարդ բջիջների անցումը կամ միաբջիջ կազմակերպություններից բազմաբջիջներին, ապա մենք ունենալի ենք եղել։ Սա նշանակում է, որ մենք արդեն անցել ենք ամենաբարդ փուլը եւ մեր ապագան համեմատաբար անվտանգ է։ Բայց եթե մեծ ֆիլտրը մեր ապագայում է, ապա մեր կեցությունը կարող է լինել կարճ եւ սարսափելի։ Մտածեք սրա մասին։ Մոլորակների միլիարդներ գոյություն ունեն մեր գալակտիկայում միայն։ Գնահատվում է, որ 10%-ից մինչև 25% բոլոր աստղերից ունեն պոտենցիալ բնակելի մոլորակներ իրենց կենսակարող գոտիներում։ Այս գոտիներում ջերմաստիճանը հարմար է հեղուկ ջրի համար, կյանքի հիմնական բաղադրիչը, ինչպես մենք այն ճանաչում ենք։ Եթե վերցնենք պահպանողական գնահատականը 10% եւ բազմապատկենք 200 միլիարդ աստղերով, ստանում ենք 20 միլիարդ պոտենցիալ բնակելի մոլորակներ միայն Ծիր կաթին գալակտիկայում։ 20 միլիարդ, եւ դա միայն մեկ գալակտիկայում է։ Իսկ ինչ գիտենք կյանքի մասին մեր սեփական մոլորակի վրա։ Կյանքը երկրի վրա հայտնվեց անհավատալի արագ։ Գեոլոգիական վկայություններն ապացուցում են, որ միկրոօրգանիզմները գոյություն ունեին արդեն իսկ 3 միլիարդ 800 միլիոն տարի առաջ, միայն 700 միլիոն տարի անց նրանից, երբ Երկիրը բավականաչափ զով եղավ, որպեսզի հեղուկ ջուրը կարողանա գոյություն ունենալ։ Սա առաջարկում է, որ կյանքի ծագումը կարող է լինել համեմատաբար հեշտ գործընթաց, երբ պայմանները ճիշտ են, բայց բարդ կյանքը էուկարիոտային բջիջները միջուկներով հայտնվեց միայն 2 միլիարդ տարի անց։ Բազմաբջիջ օրգանիզմերն էլ ավելի ուշ։ Իսկ բանականությունը, տեխնոլոգիական քաղաքակրթությունը ընդամենը մի քանի հազար տարի։ Գուցե մեծ ֆիլտրը հենց այստեղ է, միաբջիջ կյանքից բանականություն անցնելու անհավանական դժվարության մեջ։ Կամ գուցե այն առջևում է տեխնոլոգիական քաղաքակրթությունից միջաստղային ճանապարհորդների անցման մեջ։ Կամ գուցե այն դեռ ավելի հեռուն է տիեզերական քաղաքակրթությունից գալակտիկային կայսրության անցումը։ Յուրաքանչյուր քայլ դառնում է ավելի բարդ, ավելի անհավանական, եւ մենք չգիտենք, թե որտեղ ենք մենք այս տիճանների վրա։ Բայց կա մեկ այլ հնարավորություն, որը դեռ ավելի անհանգստացնող է։ Գուցե զարգացած քաղաքակրթությունները լռում են դիտավորյալ։ Սա կոչվում է տիեզերական պատի հիպոթեզ։ Եթե դուք էին տիեզերական քաղաքակրթություն, որը նվաճել է միջաստղային ճանապարհորդությունը, գնահատել եք բազմաթիվ մոլորակներ
եւ հանդիպել եք անթիվ այլ փոխակերպությունների կյանքի, դուք կիմանայիք մի բան կարևոր. տիեզերքը վտանգավոր տեղ է, եւ մեծաձայնությունը կարող է լինել մահացու։ Չինացի գրող Լիու Ցիսինը իր 3 մարմինների խնդիր գրքում ներկայացնում է մութ անտառի տեսությունը։ Պատկերացրեք տիեզերքը որպես մութ անտառ, որտեղ յուրաքանչյուր քաղաքակրթություն որսորդ է, պատրաստ կրակել առաջինը։ Եթե դուք հայտնաբերում եք մեկ ուրիշին, ձեզ կանե երկու ընտրություն՝ կամ հարձակվել առաջինը, կամ ռիսկել, որ նրանք հարձակվեն ձեզ վրա։ Այս իրավիճակում ամենաանվտանգ ռազմավարությունը լռությունն է։ Պարզապես թաքնվեք։ Գտնեք ռեսուրսները, որոնք ձեզ անհրաժեշտ են, մնացեք անհայտ եւ երբեք չհայտարարեք ձեր գոյությունը։ Արդյոք մենք ապրում ենք տիեզերական մեքսիկական սթենդոֆում։ Ում։ Գուցե բոլոր զարգացած քաղաքակրթությունները մեզ լսում են հենց այս պահին, բայց համարձակություն չունեն պատասխանել։ Գուցե նրանք նայում են մեր ռադիոհաղորդումներին եւ սարսափում են մեր կոպտությունից, մեր պատերազմներից, մեր միջուկային զենքից։ Գուցե նրանք սպասում են, թե արդյոք մենք կանցնենք մեծ ֆիլտրը կամ կինքնաոչնչանանք, ինչպես անթիվ այլ քաղաքակրթություններ մինչև մեզ։ Կարող է լինել, որ նրանք արդեն հայտնվել են այստեղ։ 1970-րդ թվականներին աստղագետ Ջոն Բոլը առաջարկեց զոոպարկի հիպոթեզը։ Նա ենթադրեց, որ արտագալակտիկական քաղաքակրթությունները կարող են դիտել մեզ անխանգարված, ինչպես մենք կդիտենք կենդանիներին զոոպարկում։ Նրանք միջամտում են միայն այն բանի համար, որ մենք չզարգանանք բավականաչափ, որպեսզի դուրս գանք մեր փակարանից, մեր արեգակնային համակարգից։ Այս սցենարում մենք կարող ենք լինել գիտական հետազոտության նմուշ, պահպանված եւ պաշտպանված, մինչև մենք հասնենք որոշակի զարգացման մակարդակի։ Այս գաղափարը զարմանալի է եւ անհանգստացնող միանման ժամանակ։ Եթե դա ճշմարիտ է, ապա տիեզերքը լի է կյանքով եւ բանականությամբ, բայց նրանք կամայականորեն ընտրել են չհաղորդակցվել մեզ հետ։ Մենք կարող ենք լինել որպես պրեմիատիվ նախազբոլիստական համայնք, դիտվելով հեռուստաաբար միջամտելու անհրաժեշտություն չունենալու համար։ Բայց ես արդյոք այդպես է։ Գուցե արտագալակտիկական դիտորդները չկան եւ մենք իսկապես միայնակ ենք այս մեծ, մութ, անսահման տիեզերքում։ Արդյոք գուցե լռությունը չի բացատրվում մեծ ֆիլտրով կամ դիտավոր թաքստացմամբ։ Գուցե պատճառը ավելի պարզ եւ ավելի նախընտրելի է։ Գուցե կյանքը իսկապես այդքան հազվագյուտ է, որ մենք միակներս ենք այս մասում տիեզերքի։ Սա կոչվում է հազվագյուտ երկիր հիպոթեզը։ 1990-երի թվականներին երկրաբան Փիթեր Վարթը եւ աստղագետ Դոնալդ Բրաունլին գրեցին գիրք «Հազվագյուտ երկիր. Ինչու բարդ կյանքը անսովոր է տիեզերքում»։ Նրանք ցույց տվեցին, որ երկիրն ունի բազմաթիվ եզակի հատկություններ, որոնք հնարավոր են դարձնում կյանքի առաջացումը եւ պահպանումը։ Առաջին՝ մեր դիրքը գալակտիկայում։ Մենք գտնվում ենք այսպես կոչված գալակտիկային բնակելի գոտում, ոչ չափազանց մոտ կենտրոնին, որտեղ վտանգավոր ճառագայթումը բարձր է, ոչ չափազանց հեռու, որտեղ ծանր տարրերը չափազանց քիչ են կյանքի ձևավորման համար։ Երկրորդ՝ մեր արեգակը։ Այն G-տիպի հիմնական հաջորդականության աստղ է, կայուն, երկարակյաց եւ ոչ չափազանց տաք կամ ցուրտ։ Փոխանակայդ շատ աստղեր են կարմիր թզուկներ, ավելի պաշտպանված, բայց դրանց բնակելի գոտին այդքան մոտ է, որ մոլորակները կարող են դառնալ փակված, միշտ ցույց տալով նույն երեսը աստղին, ինչպես լուսինն է ցույց տալիս երկրին։ Սա կարող է անհնարին դարձնել համապարփակ կյանքը։ Երրորդ՝ լուսինը։ Մեր բնական արբանյակը անսովոր մեծ է համեմատաբար մեր մոլորակի չափերի նկատմամբ։ Այն կայունացնում է երկրի աքսիալ թեքությունը, որը կարևոր է կլիմայական կայունության համար։ Առանց լուսինի երկրի աքսը կտատանվեր դիակի կերպով, առաջացնելով կտաստղափային կլիմայական փոփոխություններ, որոնք կդժվարացնեին բարդ կյանքի զարգացումը։ Չորրորդ՝ Յուպիտերը։ Այս հսկայական գազային հսկան գործում է որպես տիեզերական պահապան, օգտագործելով իր հսկայական գրավիտացիոն քաշը, շեղելու կամ կլանելու կոմետները եւ աստերոիդները, որոնք հակառակ դեպքում կարող էին բախվել երկրին։ Առանց Յուպիտերի աստղաշարերային բախումները կլինեին շատ ավելի հաճախակի, հավանաբար խանգարելով կյանքի զարգացմանը։ 5. Մեր մագնիսական դաշտը։ Երկրի հեղուկ, երկաթի արտաքին մակերեսը ստեղծում է հզոր մագնիսական դաշտ, որը պաշտպանում է մեզ արեգակային քամուց եւ տիեզերական ճառագայթումից։ Մարսը, որը ավելի փոքր է եւ չունի գործող մագնիսական դաշտ,
կորցրեց իր մթնոլորտի մեծ մասը հենց այս պրոցեսների պատճառով։ 6. Թիթեղների տեկտոնիկան։ Երկիրը միակ հայտնի մոլորակն է գործող թիթեղների տեկտոնիկայով։ Այս գործընթացը վերացնում է ածխածնի դիօքսիդը մթնոլորտից և վերականգնում է այն ժայռերի եղանակով և սուբդուկցիայով, օգնելով կարգավորել ջերմաստիճանը երկարաժամկետ պլանով։ Առանց այս մեխանիզմի երկիրը կարող էր դառնալ կամ դոտված ջերմոցային նման Վեներային, կամ սառցե անապատ։ 7. Ջուրը։ Երկիրն ունի հսկայական քանակություններ հեղուկ ջուր, ծածկելով 71% իր մակերեսի։ Ջուրը հիմնական է կյանքի համար, ինչպես մենք այն ճանաչում ենք, և երկրի դիրքը արեգակնային համակարգում հենց ճիշտ է, որպեսզի պահպանի ջուրը հեղուկ վիճակում միլիարդավոր տարիների ընթացքում։ 8. Ժամանակավորությունը։ Երկիրը ձևավորվել է 4 միլիարդ 600 միլիոն տարի առաջ, բայց արեգակը պատրաստվում է դառնալ կարմիր հսկա մոտավորապես 5 միլիարդ տարիների մեջ, որը կվառի երկիրը։ Մենք կյանքի պատմության մեջ ապրում ենք երկրի միջին կեսում, բայց քանի որ բարդ կյանքի զարգացումը պահանջեց 4 միլիարդ տարի, շատ մոլորակներ կարող են չունենալ բավականաչափ ժամանակ, նույնիսկ եթե բոլոր այլ պայմանները կատարյալ են։ Արդյոք բոլոր այս պայմանները պետք է համընկնեն միաժամանակ բարդ, բազմաբջիջ, բանական կյանքի ի հայտ գալու համար։ Եթե նույնիսկ մեկը բացակայում է, ձանձրույթն կարող է սահմանափակվել պարզ միկրոօրգանիզմներով, կամ նույնիսկ չլինել։ Վարդը և Բրաունլին գնահատում են, որ երկրի նման մոլորակների թիվը, բոլոր անհրաժեշտ պայմաններով, կարող է լինել բացակայական փոքր։ Գուցե մենք իսկապես եզակի ենք, բայց սա բարկացնում է նոր հարցեր։ Եթե մենք այդքան եզակի ենք, ապա ինչու։ Գուցե կա մի բան հատուկ երկրի մասին, մի բան, որը մենք դեռ չենք հասկանում։ Կամ գուցե մենք պարզապես անիմաստ բախտավոր ենք եղել։ Վիճակագրական անհավանականություն, որը ոչ մեկը չէր ակնկալում։ Կա ևս մեկ սցենարի, որը քիչ քննարկվում է, բայց որը պետք է դիտարկենք։ Գուցե արտագալակտիկական քաղաքակրթությունները գոյություն ունեն, բայց նրանք անցել են ֆիզիկական աշխարհից դեպի վիրտուալը։ Մտածեք այս մասին։ Խաղերային աշխարհները, վիրտուալ իրականությունը, մի օր արհեստական համակարգչային սիմուլյացիաները կարող են դառնալ այդքան զարգացած և արդյունավետ, որ ամբողջ քաղաքակրթությունները կնախընտրեն ապրել ներսում, այլ ոչ թե արտաքին տիեզերքում։ Գուցե ժամանակակից քաղաքակրթությունների զարգացման նպատակակետն է չէ միջաստղային սկվարտները վերածել տեխնոլոգիական կայսրություններ, այլ ստեղծել կատարյալ վիրտուալ իրականություններ։ Սա բացատրում է լռությունը։ Ինչու ուղարկել ազդանշաններ դեպի տիեզերքը, երբ բոլոր հարցերը, դիսֆուցիոնները և նպատակները կարող են բավարարվել նավսիմուլյացված դիջիտայինտներում։ Գուցե մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ քաղաքակրթությունները դեռ արտաքին են, բայց արագ տեղափոխվում են դեպի ներս։ Սա ծննդեցնում է փիլիսոփայական հարց. եթե վիրտուալ իրականությունը դառնում է անտարբերելի իրականությունից, արդյոք մենք կարող ենք լինել վստահ, որ ապրում ենք բազային իրականությունում։ Գուցե ամբողջ տիեզերքը, որը մենք դիտում ենք, սիմուլյացիա է, որը աշխատեցվում է մեկ այլ քաղաքակրթության սուպերհամակարգչով։ Եթե դա այդպես է, Ֆերմիի պարադոքսը կլուծվի դյուրին։ Մենք չենք հայտնաբերում արտագալակտիկական քաղաքակրթություններին, քանի որ սիմուլյացիան ծրագրավորված չէ դրանք պարունակելու համար։ Մենք կարող ենք լինել որպես պրոգրամավորված մասնիկներ դիջիտային համավեսյա քարտում, որտեղ կանոններն սահմանում են, թե ինչ կարող ենք և ինչ չենք կարող դիտել։ Այսպիսով, որտեղ է ճշմարտությունը։ Արդյոք մենք միայնակ ենք, թե դիտվում ենք, թե սպառնալիքի ենթարկվում տիեզերական մութ անտառում։ Արդյոք մենք անցել ենք մեծ ֆիլտրը, թե դեռ պետք է ակնթարթ հանդիպենք։ Արդյոք մենք ապրում ենք սիմուլյացիայում, թե կատարել ենք բազային իրականությունում։ Այս հարցերը կարող են անպատասխան մնալ դարավոր շարք, բայց պատասխանների որոնումը դա կարող է սահմանել մեր տեսակի ճակատագիրը հաջորդ 10,000 տարիների համար։ Կարող է լինել, որ պատասխանը հենց այն տեղում էր, որը մենք չէինք անգամ դիտարկում։ Թերևս մենք չենք հայտնաբերում արտագալակտիկական քաղաքակրթություններին, քանի որ մենք սխալ տեխնոլոգիա ենք փնտրում։ Բոլոր մեր սետի հավելվածները կենտրոնում են ռադիո և լույսի ազդանշանների վրա։ Բայց արդյոք զարգացած քաղաքակրթությունները դեռ օգտագործում են ռադիոալիքները։ Գուցե նրանք անցել են դեպի բացարձակ այլ հաղորդակցման ձևերին, գրավիտացիոն ալիքներին, նեյտրինոյին հարդուղացություններին կամ մեթոդները, որոնք մենք նույնիսկ չէին կարող պատկերացնել։ Մտածեք, թե ինչպես մեր սեփական տեխնոլոգիան փոխվել է վերջին 100 տարիների ընթացքում։
1920 թվականին ռադիոն էր լուռ նոր։ Հիմա մենք գործում ենք օպտիկական մանրաթելերով, Wi-Fi-ով, բջջային ցանցերով։ Մեր ազդանշանները դառնում են ավելի թույլ, ավելի միարծակ, ավելի հարթ է հայտնաբերելու հեռավորությունից։ Գուցե արտագալակտիկական քաղաքակրթությունները հաղանցել են այդ փուլը դար առաջ և հիմա օգտագործում են հաղորդակցման ձևեր, որոնք անհայտ են մեզ համար։ Կամ գուցե ավելի պարզ բացատրություն կա։ Գուցե դրանք գոյություն չունեն, քանի որ տիեզերքն այնքան երիտասարդ է, որ մենք առաջիններս ենք։ Այս գաղափարը կոչվում է մեր էրայի եզակիության հիպոթեզ։ Տիեզերքը 13 միլիարդ 800 միլիոն տարեկան է։ Սա թվում է հին, բայց աստղագիտական ժամանակահատվածով դա համեմատաբար երիտասարդ է։ Առաջին աստղերը, այսպես կոչված բնակչություն 3 աստղերը, ձևավորվել են ավելի վաղ, բայց դրանք գրեթե ամբողջովին կազմված էին ջրածնից և հելիումից։ Դրանց չկային ծանր տարրեր, ածխածին, թթվածին, երկաթ, որոնք անհրաժեշտ են մոլորակների և կյանքի ձևավորման համար։ Այդ տարրերը ստեղծվեցին աստղերի միջուկներում և տարածվեցին տիեզերքում սուպերնովաների պայթյունների միջոցով։ Այս պրոցեսը պահանջում էր ժամանակ, շատ ժամանակ։ Մեր Արեգակը երկրորդ կամ երրորդ սերնդի աստղ է։ Այն ձևավորվել է ավելի հին աստղերի մնացորդներից, արդեն հարստացված ծանր տարրերով։ Սա տեղի է ունեցել 4 միլիարդ 600 միլիոն տարի առաջ։ Բայց տիեզերքը գոյություն ուներ 9 միլիարդ տարի դրանից առաջ։ Արդյոք այդ ժամանակահատվածում կարող էին առաջանալ այլ քաղաքակրթություններ։ Թերևս ոչ։ Թերևս պահանջվեց ամբողջ այդ 9 միլիարդ տարին, որպեսզի տիեզերքը հարստանա բավականաչափ ծանր տարրերով և ստեղծի պայմաններ բարդ կյանքի համար։ Եթե դա այդպես է, ապա մենք կարող ենք լինել մեջ առաջին քաղաքակրթությունների ալիքում։ Ոչ միակները, բայց հավանաբար մեջ առաջինների։ Սա նշանակում է, որ տիեզերական լռությունը չի բացատրվում նրանով, որ քաղաքակրթությունները ինքնաոչնչանում են կամ թաքնվում են։ Պարզապես դեռ չկան այնքան շատ, բայց նրանք գալու են։ Միլիարդավոր տարիներ հետո տիեզերքը կլինի տեխնոլոգիական քաղաքակրթություններով։ Բայց հենց հիմա, այս պահին, մենք կարող ենք լինել միայնակ։ Սա փոխում է ամեն ինչ։ Եթե մենք առաջիններս ենք, ապա մեզ վրա է հսկայական պարտավորություն։ Մենք չենք կարող թույլ տալ ինքնամերժել։ Մենք չենք կարող թույլ տալ մեր քաղաքակրթությանը փլուզվել միջուկային պատերազմից, կլիմայական աղետից կամ արհեստական բանականության անվերահսկելի զարգացումից։ Քանի որ եթե մենք ձախողվենք, գուցե չլինի ոչ ոք լինելու համար։ Կամ գուցե տիեզերքը սպասի ևս միլիարդավոր տարի հաջորդ փորձի համար։ Գիտեք, թե որքան փխրուն է մեր գոյությունը։ Անցյալում Երկիրը հաղթահարել է 5 զանգվածային բնաջնջումներ։ Ամենավերջինը Կրետա Պաղեստին ժամանակաշրջանում 65 միլիոն տարի առաջ, երբ 10 կիլոմետր անոթի աստերոիդը հարվածել է Յուկատան թերակղզուն և ոչնչացրել է դինոզավրերին։ Մեր սեփական տեսակը, Homo sapiens, գրեթե անհետացել է 75 հազար տարի առաջ, երբ Տոբա սուպերվոլկանը պայթել է Ինդոնեզիայում։ Գենետիկական ապացույցները ցույց են տալիս, որ մարդկության բնակչությունը նվազել է մոտավորապես 3000-ից 10000 անհատների։ Մենք գրեթե անհետացանք։ Այժմ մենք ենք ստեղծում մեր սեփական գոյության սպառնալիքները՝ ատոմային զենքը, կլիմայական փոփոխությունը, կենսատեխնոլոգիական հարվածները, արհեստական համընդհանուր բանականությունը։ Յուրաքանչյուրը կարող է դառնալ մեր մեծ ֆիլտրը, և եթե մենք իսկապես առաջինները ենք, ապա ոչ ոք չի եկա մեզ փրկելու համար։ Մենք միայնակ ենք։ Բայց գուցե միայնակություն այնքան էլ վատ բան չէ։ 1962 թվականին գիտնական ֆանտաստ Արթուր Քհ Կլարկը գրեց. երկու հնարավորություններ կան. կամ մենք միայնակ ենք տիեզերքում, կամ ոչ։ Երկուսն էլ հավասարաչափ սարսափելի են։ Եթե մենք միայնակ ենք, դա նշանակում է, որ ամբողջ տիեզերքը, այս անսահման տարածությունը 2 տրիլիոն գալակտիկաներով, անխոս և անգիտակից է։ Մենք միակ աչքերն ենք, որոնք դիտում են աստղերը, միակ մտքերն ենք, որոնք մտածում են տիեզերքի մասին։ Սա անհավատալի պատասխանատվություն է։ Եթե մենք միայնակ չենք, դա նշանակում է, որ մենք ապրում ենք տիեզերքում, որտեղ բանականությունը տարածված է։ Բայց ինչու նրանք չեն կապվում մեզ հետ։ Արդյոք նրանք վտանգավոր են։ Արդյոք նրանք անտարբեր են։ Արդյոք նրանք դիտում են մեզ և սպասում են, թե արդյոք մենք կանցնենք մեր մեծ ֆիլտրը։ Կլարկը ճիշտ էր։
երկու հնարավորություններն էլ սարսափելի են, բայց տարբեր պատճառներով։ Եկեք խորանանք մի քանի ավելի կոնկրետ սցենարներ, որոնք կարող են բացատրել լռությունը։ Առաջինը տրանսցենդենցե հիպոթեզը։ Գուցե բարձր զարգացած քաղաքակրթությունները հասնում են այնպիսի զարգացման մակարդակի, որտեղ նրանք արդեն չեն հետաքրքրված ֆիզիկական տիեզերքով։ Նրանք կարող են փոխակերպել իրենց գիտակցությունը էներգիայի կամ տեղեկատվության մաքուր ձևերի, որոնք գոյություն ունեն բարձր տարածությունների մեջ կամ այլ իրականության հարթություններում։ Այս գաղափարը հնչում է ինչպես գիտական ֆանտաստիկա, բայց դիտարկենք փաստերը։ Մարդկությունը գոյություն ունի իր ներկայիս ձևով միայն 200,000 տարի։ Տեխնոլոգիական քաղաքակրթությունը միայն մի քանի հազար տարի, գիտական հեղափոխությունը 400 տարի, համակարգչային դարաշրջանը 70 տարի, ինտերնետը 80 տարի, արհեստական բանականությունը 10 տարի լուրջ զարգացման մեջ։ Ընթացքը արագանում է։ Պատկերացրեք 1000 տարի հետո, 10,000 տարի, 1 միլիոն տարի։ Ինչ կարող է լինել տեխնոլոգիան այդ ժամանակասահմաններում։ Գուցե մարմինները դառնում են ավելորդ։ Գուցե գիտակցությունը կարող է վելբեռնվել, պատճենվել, փոխանցվել։ Գուցե քաղաքակրթությունները դառնում են հետֆիզիկական, գոյություն ունենալով որպես մաքուր տեղեկատվություն կվանտային դաշտերում։ Երկրորդ սցենարին, բերսերկեր հիպոթեզը, սա մի շատ ավելի մութ հնարավորություն է։ Գուցե տիեզերքն լուռ է, քանի որ որևէ զարգացած քաղաքակրթությունը ստեղծել է ինքնավերարտադրող մեքենաներ, նախատեսված ոչնչացնելու համար ցանկացած այլ կյանքի ձև, որը նրանք հայտնաբերում են։ Այս մեքենաները, որոնք կոչվում են բերսերկերներ, սկանդինավյան պատմությունների վայրագ մարտիկների անունից, կճանապարհորդեին աստղից աստղ, որոնելով կենսուրույթների նշաններ։ Եթե նրանք հայտնաբերեն ռադիոսահմանումներ, արհեստական լույսը գիշերային մոլորակի կողմից կամ ցանկացած այլ տեխնոլոգիական գործունեության նշան, նրանք կհարձակվեին և կոչնչացնեին։ Սա բացատրում է լռությունը։ Բոլոր քաղաքակրթությունները, որոնք համարձակվել են հայտարարել իրենց գոյության մասին, արդեն ոչնչացվել են։ Միայն ավելի խելացի խելացի քաղաքակրթությունները, նրանք, ովքեր հասկացել են վտանգը և մնացել են լուռ, դեռ գոյատևում են։ Եթե բերսերկեր ծրագիր գոյություն ունի, ապա սետի ծրագրերը կարող են լինել ամենավտանգավոր բանը, որը մարդկությունը երբևէ արել է։ 1974-ին մենք ուղարկեցինք Arecibo ուղերձը դեպի գլոբալար կլաստերը M13, 25,000 լույսի տարվա հեռավորության վրա։ Այդ ուղերձը պարունակում էր տեղեկատվություն մարդկության, մեր ԴՆԹ-ի, արեգակնային համակարգի և Arecibo հեռադիտակի իր մասին։ Մենք հիմնականում գոռացինք դեպի տիեզերքը. ահա մենք ենք, ահա մենք ապրում ենք, եկեք գտեք մեզ։ Որոշ գիտնականներ, ներառյալ աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, զգուշացրել են, որ սա կարող է լինել անխելք։ Հոքինգը 1010 թվականին հայտարարեց. եթե արտագալակտիկականները այցելեին մեզ, արդյունքը կլիներ շատ ինչպես Քրիստոֆեր Կոլումբոսի առաջին հայտնվելը Ամերիկայում, ինչը չվերջացավ լավ բնիկ ամերիկացիների համար։ Նա ճիշտ էր զգուշացնում, որ ավելի զարգացած քաղաքակրթությունը կարող է դիտել մեզ որպես ռեսուրսներ կամ սպառնալիք, այլ ոչ թե հավասարներ։ Երրորդ սցենարին, ոչնչացման լռության հիպոթեզը։ Գուցե տիեզերքը լի է քաղաքակրթություններով, բայց բոլորը լռում են, քանի որ նրանք բոլորն գիտեն մի բան, որը մենք դեռ չգիտենք։ Գուցե գոյություն ունի հսկիչ գերզարգացած քաղաքակրթություն, որը կարգավորում է տիեզերքը և տույժ է տալիս յուրաքանչյուրին, ով փորձում է հաղորդակցվել։ Սա նման է կլդատուի բանավոր օրենքին միջազգային հարաբերություններում։ Եթե ոմեկորը խախտում է կանոնները, բոլորը տուժում են։ Կամ գուցե պատճառն ավելի պարզ է։ Գուցե յուրաքանչյուր զարգացած քաղաքակրթությունը, երբ հասնում է որոշակի տեխնոլոգիական մակարդակի, հայտնաբերում է տիեզերքի մասին մի բան հիմնարար, որը նրանց ստիպում է դադարել հաղորդակցումից։ Թերևս նրանք հասկանում են, որ տիեզերքը իսկապես համակարգիչային սիմուլյացիա է, և հեռավորահաղորդակցությունը սկսում է պերերոքանություն կատարել ծրագրավորման մեջ։ Կամ գուցե նրանք հայտնաբերում են, որ կվանտային կապը միջոցով հնարավոր է ակամա հաղորդակցում այլ տիեզերքների հետ, ինչը վտանգավոր է։ Չորրորդ սցենարին, այլ մոլորակային քարանցամ հիպոթեզը։ Կարող է լինել, որ արտագալակտիկական կյանքը այնքան կարծրորեն տարբեր է մեզանից, որ մենք չենք ճանաչում նրանց տեխնոլոգիան։ Պատկերացրեք ինտելեկտը, որը գոյություն ունի որպես պլազմայի ամպեր աստղային մթնոլորտներում։ Կամ կազմակերպություններ հիմնված սիլիցոնի վրա, որոնք ապրում են հազարավոր տարի և մտածում են այնքան դանդաղ, որ մեր ամբողջ քաղաքակրթությունը թվում է նրանց աչքի խփոց։
կամ գուցե նրանք այնքան փոքր են, որ գոյություն ունեն կվանտային մակարդակում, կամ այնքան մեծ, որ մեկ օրգանիզմը ընդգրկում է ամբողջ գալակտիկան։ Մենք փնտրում ենք ռադիոազդանշաններ և տիեզերանավեր, բայց թերևս իրական արտագալակտիկական ինտելեկտը հաղորդակցում է գրավիտացիոն ալիքների մոդուլյացիայով կամ տեղեկատվություն է կոդավորում տիեզերքի մանրադիտակային կառուցվածքում։ 5-րդ սցենարին՝ գալակտիկների գործիչ հիպոթեզը։ Թերևս մենք չենք հայտնաբերում արտագալակտիկականներին, քանի որ նրանք այնքան զարգացած են, որ նրանց գործունեությունը անտարբերելի է բնական երևույթներից։ Անգլիացի փիլիսոփա և գիտնական Նիկ Բոստրոմը 1002 թվականին առաջարկեց սիմուլյացիոն փաստարկը։ Նա հաշվարկեց, որ եթե տեխնոլոգիական քաղաքակրթությունները հասնում են կետին, որտեղ նրանք կարող են աշխատեցնել իրենց նախնիների մանրամասն սիմուլյացիաներ, ապա վիճակագրորեն ավելի հավանական է, որ մենք ապրում ենք սիմուլյացիայում, քան բազային իրականության մեջ։ Պատճառաբանությունն անմիջական է։ Եթե մեկ բազային իրականության քաղաքակրթությունը կարող է աշխատեցնել միլիոն սիմուլյացիա, ապա միլիոն մեկ տիեզերքի համար միայն մեկն է իրական։ Ձեր հավանականությունը գտնվել բազային տիեզերքում միլիոն մեկին է։ Եթե սա ճիշտ է, ապա Ֆերմիի պարադոքսը լուծվում է։ Մենք չենք հայտնաբերում արտագալակտիկականներին, քանի որ ծրագրավորողները նախատեսել չեն ներառել նրանց մեր սիմուլյացիայում։ Կամ թերևս նրանք ներառել են դրանք, բայց անբնական է, որ մենք հայտնաբերենք նրանց մինչև մենք հասնենք որոշակի պարամետրերի ծրագրի մեջ։ Բայց ձեզ ասեմ ինչ-որ բան, որը շատ գիտնականներ հասարակության մեջ խոսակցելիս չեն ասում։ Այս բոլոր հիպոթեզները, մեծ ֆիլտրը, բերսերկեր մեքենաները, սիմուլյացիոն փաստարկը, մութ անտառը, դրանք բոլորը գիտական հիմնավոր գուշակություններ են, բայց չկան ամուր ապացույցներ որևէ մեկի համար։ Իրականությունն այն է, որ մենք պարզապես չգիտենք։ Եվ այս անգիտակցությունը կարող է լինել ամենասարսափելի բանը։ 68 տարի սետի ծրագրերի, տասնյակ հազարավոր ժամեր հետադիտումների, միլիարդավոր դոլարներ ծախսվել հետազոտություններին, եւ արդյունքը բացարձակ լռություն։ Ոչ մի ազդանշան, որը կարող է հաստատվել որպես արտագալակտիկական տեխնոլոգիա։ Սա համապատասխանում է 3 հիմնական մեկնաբանումներից մեկին։ Առաջինը՝ մենք միայնակ ենք։ Երկրորդը՝ նրանք այնտեղ են, բայց չեն ցանկանում գտնվել։ Երրորդը՝ նրանք այնտեղ են, բայց մենք դեռ չենք բավականաչափ զարգացած նրանց հայտնաբերելու համար։ Ես ուզում եմ վերադառնալ մի բանի, որի մասին խոսեցի ավելի վաղ՝ գաղափարը, որ մենք կարող ենք լինել առաջինները։ Սա իրոք կարևոր է հասկանալ։ Տիեզերքը չի մնա երիտասարդ հավերժ։ Աստղերի առաջացում արդեն սկսել է դանդաղել։ 1012 թվականին աստղագետ Պիտեր Բեհրուզի և այլոք հրապարակեցին ուսումնասիրություն, որը ցույց տվեց, որ տիեզերքը արտադրում է աստղերի 20-պատիկ պակաս, քան իր գագաթի ժամանակ 11 միլիարդ տարի առաջ։ Ապագայում աստղերի առաջացումը կշարունակի դանդաղել, մինչև վերջապես դադարի ամբողջովին։ Կարմիր թզուկները, փոքր, ցուրտ աստղերը կկարողանան վառել տրիլիոնավոր տարիներ, բայց մեծ, տաք աստղերն արագ կվառվեն և կմեռնեն։ Վերջապես, 10 տրիլիոն տարի անց կամ ավելի, վերջին աստղը կմարի։ Տիեզերքը կմտնի այսպես կոչված դեգեներացման դարաշրջան, որտեղ միակ էներգիայի աղբյուրները կլինեն սևազարմանանք, սպիտակ թզուկների մնացորդները և հազվագյուտ դեղավոր քայլվողներ։ Միլիարդավոր տարի հետո նույնիսկ սևազարմանանքները կսկսեն գոլորշանալ Հոկինգի ճառագայթման միջոցով։ Վերջապես, 10-րդ 100-րդ տարիներում, 2 տարիքի 100 զրոներ, տիեզերքը կհասնի ջերմային մահվան։ Բոլոր աստղերը մեռած, բոլոր սևազարմանանքները գոլորշացած, բոլոր էներգիան հավասարաչափ բաշխված։ Ոչ մի աշխատանք չի կարող արվել, ոչ մի կյանք չի կարող գոյություն ունենալ։ Տիեզերքը կդառնա հավերժ, մութ, սառը, մեռած տարածություն։ Բայց մինչև այդ մենք ունենք ակունք։ Տրիլիոնավոր տարիներ, որտեղ կյանքը կարող է գոյություն ունենալ, զարգանալ, տարածվել։ Եթե մենք իրոք առաջինները ենք, ապա մեր ծագումը կարող է որոշել ամբողջ ապագա տիեզերքի բնույթը։ Մենք կարող ենք դառնալ նախահայրերն ամեն այլ քաղաքակրթության։ Մեր արժեքները, մեր փիլիսոփայությունը, մեր արվեստը կարող են տարածվել գալակտիկաներ և հասնել ժամանակներ, որոնք մենք չենք կարող պատկերացնել։ Կամ մենք կարող ենք ձախողվել։ Մենք կարող ենք դառնալ ևս մեկ մեռած քաղաքակրթություն, մեկ այլ նախազգուշացման պատմություն։ Թե ինչ է տեղի ունենում, երբ ինտելեկտը զարգանում է ավելի արագ, քան իմաստությունը։ Եվ եթե մենք ձախողվենք, գուցե չլինի ոչ ոք մեր սխալներից սովորելու համար։ Գուցե տիեզերքը մնա լուռ, հավերժորեն։
Դուք տեսնում եք սրա կարևորությունը։ Յուրաքանչյուր որոշում, որը մենք կայացնում ենք որպես տեսակ, ինչպես վերաբերվենք մեր պլանետին, ինչպես կառավարենք մեր տեխնոլոգիան, արդյոք պահպանենք խաղաղությունը կամ իջնենք պատերազմի, այս ամենը կարող է ազդել ոչ միայն մեր ապագայի վրա, այլև ամբողջ տիեզերքի ճակատագրի վրա։ Սա ոչ միայն մեր գոյատևման հարց է, սա տիեզերական գիտակցության հարց է։ Գիտեք, թե ինչ է ամենաանհանգստացնողը այս ամենի մեջ։ Սա ոչ թե մեծության գաղափարներն են, ոչ թե փիլիսոփայական հարցերը։ Սա տվյալներն են, որոնք մենք չենք ունենում, բայց որոնք պետք է ունենանք։ 1996 թվականին աստղագետ Ջեֆրի Մարսին և Դոնալդ Մեքքարթին հրապարակեցին ուսումնասիրություն «Բարձր և ցածր լուսավորություն», որտեղ նրանք վերլուծեցին պատմական սետի հետադիտումները և հանգեցին անհանգստացնող եզրակացության։ Նրանք գնահատեցին, որ եթե գալակտիկայում գոյություն ունեին նույնիսկ մի քանի 100 զարգացած հաղորդակցվող քաղաքակրթություններ, մենք այժմ պետք է հայտնաբերել լինեինք նրանց ազդանշանները։ Բայց մենք չենք հայտնաբերել։ Սա նշանակում է կամ նրանք չկան, կամ նրանք չեն ցանկանում լսել, կամ նրանց տեխնոլոգիան այնքան զարգացած է, որ անհայտնաբերելի է մեզ համար։ Յուրաքանչյուր այս հնարավորություններն ունի խորը հետևանքներ մեր ապագայի համար։ 1998 թվականին ֆիզիկոս Ռոբերտ Զուբրինը առաջարկեց հայտնաբերման սցենար։ Նա փաստարկեց, որ եթե արտագալակտիկական քաղաքակրթությունները չեն հայտնաբերվում, դա կարող է լինել, քանի որ միջաստղային ճանապարհորդությունը պարզապես շատ դժվար է և թանկ։ Նույնիսկ եթե տեխնոլոգիապես հնարավոր է, տնտեսական իմաստը կարող է չլինել այնտեղ։ Ինչու ծախսել տրիլիոններ ռեսուրսներ ուղարկել տիեզերանավեր դեպի այլ աստղեր, երբ դուք կարող եք ստեղծել վիրտուալ իրականություններ, որտեղ դուք կարող եք ուսումնասիրել անվերջ տիեզերքներ, նույնիսկ դուրս չգալով ձեր տուն մոլորակից։ Սա ծնում է ևս մեկ հարց. արդյոք մարդկությունը պետք է փորձի հասնել աստղերին, թե պետք է կենտրոնանք մեր սեփական աշխարհի կատարելագործման վրա։ Անցած տասնամյակներում տիեզերական ծրագրերը դարձել են պակաս երևանտային։ ՆԱՍԱ-ի բյուջեն որպես ԱՄՆ ֆեդերալ բյուջեի տոկոս նվազել է 0.5%-ի։ Ընդհակառակը, սոցիալական ցանցերի, վիրտուալ իրականության և արհեստական բանականության ներդրումները աճել են վարչանակաբար։ Գուցե մենք արդեն սկսում ենք ընտրել ներսը, ոչ թե դուրսը։ Եվ եթե դա մշտական օրինաչափություն է, եթե յուրաքանչյուր տեխնոլոգիական քաղաքակրթություն հասնում է կետին, որտեղ նա վիրտուալ հաստատությունները նախընտրում է ֆիզիկական տիեզերքից, ապա դա բացատրում է լռությունը։ Տիեզերքը լի է քաղաքակրթություններով, բայց նրանք բոլորը նահանջել են իրենց սեփական, նախապատրաստված երկնքներում։ Բայց վախենում եմ, որ սա սխալ ընտրություն է։ Պատմությունը ցույց է տալիս, որ ինտրովերտ քաղաքակրթությունները ի վերջո կործանվում են։ Հին Եգիպտոսը, Չինաստանի Մինգերի դինաստիան, ինկաների կայսրությունը, նրանք բոլորը դարձան ներքրովեր և հետո թուլացան։ Միայն քաղաքակրթությունները, որոնք շարունակել են ուսումնասիրել, բացահայտել, ընդարձակվել, գոյատևել են։ Եթե մենք դադարեցնենք հասնելը դեպի աստղերը, մենք դատապարտում ենք մեզ դանդաղ նահանջի։ Արդյոք կա ճանապարհ առաջ։ Արդյոք կարող ենք լուծել Ֆերմիի պարադոքսը և վերածել մարդկությանը բազմամոլորակային տեսակի, նույնիսկ միջաստղային քաղաքակրթության։ 1998 թվականին ՆԱՍԱ-ի ֆիզիկոս Հարոլդ Սոնետը գնահատեց, որ նվազագույն տնտեսական մոդելով մարդկությունը կարող էր ընդարձակվել դեպի մոտակա մի 100 աստղային համակարգերը հաջորդ մի քանի 100 տարիների ընթացքում, բայց դա պահանջում է երկարաժամկետ տեսլական, նվիրվածություն և գլոբալ համագործակցություն։ Մենք ունենք տեխնոլոգիան, կամ առնվազն նրա սկիզբը։ Իլոն Մասկի SpaceX-ը ցույց է տվել, որ կրկնվող օգտագործելի հրթիռները կարող են դրաստիկորեն նվազեցնել տիեզերական թռիչքի արժեքը։ Նրանց Starship համակարգը նախագծված է տեղափոխելու մարդկանց Մարս 2009 թվականներում։ Չինաստանը կառուցում է իր տիեզերական կայանը և պլանավորում է լուսնային բազա։ Եվրոպայի տիեզերական գործակալությունը ուսումնասիրում է ավտոմատացված փոքր գործարաններ աստերոիդների վրա։ Բայց տեխնոլոգիան բավարար չէ։ Մեզ անհրաժեշտ է նաև քաղաքական կամքը և պանդորական պատկերացումը։ Մեզ անհրաժեշտ է հասկանալ, որ մեր գոյությունը ոչ միայն մեր մասին է։ Եթե մենք իրոք առաջիններ ենք, ապա մենք ունենք տիեզերական մեծածածանավոր պարտականություն։ Մենք պետք է գոյատևենք, զարգանանք և տարածվենք ոչ միայն մեզ համար, այլ նաև ապագա բանականության համար, որը գալու է մեր հետևից։ Գիտեք, թե ինչ է ամենաուժեղ փաստարկը տիեզերակոլոնիզացիայի համար։ Սա ոչ թե ռեսուրսներն են, ոչ թե գիտական հայտնաբերությունները, սա գոյատևումն է։
Երկիրը չի լինի բնակելի հավերժ։ Առավելագույնը 1 կամ 2 միլիարդ տարի հետո Արեգակը կդառնա բավականաչափ տաք, որ գոլորշանացնի մեր օվկիանոսները։ 5 միլիարդ տարի հետո այն կդառնա կարմիր հսկա եւ կվառի Երկիրը ամբողջովին։ Բայց նույնիսկ դրանից առաջ մենք կարող ենք դիմագրավել գոյատևման սպառնալիքների։ Աստերոիդային բախում, սուպերվոլկանային պայթյուն, միջուկային պատերազմ, կենսատեխնոլոգիական աղետ, անվերահսկելի արհեստական բանականություն։ Եթե մարդկությունը մնա միայն մեկ մոլորակի վրա, մենք խնդրում ենք մեզ համար ոչնչանում։ Բայց եթե մենք տարածվենք դեպի Լուսին, Մարս, աստերոիդային գոտին, Եվրոպան, Ենցելադուսը, մենք դառնում ենք ավելի դժվար ոչնչացնելի։ Նույնիսկ եթե Երկիրը կործանվի, մարդկությունը կապրի։ Եվ երբ մենք ի վերջո հասնենք այլ աստղերին, մենք կդառնանք գրեթե անմահ որպես տեսակ։ Սա մեր վերջնական նպատակն է։ Ոչ միայն գոյատևել, այլև ծաղկել, տարածվել դեպի աստղերը եւ վերածել այս լուռ, մեռած տիեզերքը կյանքով եւ գիտակցությամբ հարուստ տիեզերքի։ Բայց երբ կսկսենք այս ճանապարհը։ Պատասխանը պետք է լինի հիմա, ոչ ապագայում, ոչ երբ տեխնոլոգիան դառնում է ավելի լավ, կամ երբ մենք լուծում ենք մեր երկրային խնդիրները։ Քանի որ այդ օրը երբեք չի գալու։ Միշտ կլինեն պատճառներ հետաձգելու, արդարացում հետաձգելու։ Բայց յուրաքանչյուր տարի, որ մենք սպասում ենք, մի քայլ ավելի մոտ ենք մեր հավանական ինքնաոչնչացմանը։ Արդյոք մարդկություն կանցնի մեծ ֆիլտրը։ Արդյոք մենք կլինենք քաղաքակրթությունը, որը վերջապես լուծում է Ֆերմիի պարադոքսը, ոչ միայն հարցնելով որտեղ են բոլորը, այլև դառնալով նրանք։ Դառնալով բազմամոլորակային տեսակը, միջաստղային քաղաքակրթությունը, տիեզերական ուժը, որը լցնում է գալակտիկան կյանքով եւ բանականությամբ։ Պատասխանը կախված է մեզնից, մեր ընտրություններից, մեր արժեքներից, մեր պատկերացումից ապագայի համար։ Բայց սպասեք մի րոպե, մենք խոսել ենք այն մասին, թե ինչու չենք հայտնաբերում արտագալակտիկականներին։ Բայց ինչու ենք մենք այդքան վստահ, որ կկարողանանք ճանաչել նրանց, եթե նրանք իսկապես այստեղ են։ Մտածեք այս մասին։ 100 տարի առաջ, եթե ինչ-որ մեկը ձեզ ցույց տար սմարթֆոն, դուք կմտածեիք, որ դա մոգություն է։ 500 տարի առաջ ռադիոալիքները անհայտ էին։ 1000 տարի առաջ էլեկտրականությունը հասկացություն չէր։ Այժմ պատկերացրեք քաղաքակրթություն, որը մեզանից 1 միլիոն տարի առաջ է։ Նրանց տեխնոլոգիան կլիներ այնքան զարգացած, որ մենք նույնիսկ չէինք ճանաչի այն որպես տեխնոլոգիա։ Արթուր Ք. Լարկի 3-րդ օրենքը ասում է, ցանկացած բավականաչափ զարգացած տեխնոլոգիան անտարբերելի է մոգությունից։ Բայց կարող են գնալ ավելի հեռու։ Բավականաչափ զարգացած տեխնոլոգիան կարող է լինել անտարբերելի բնությունից։ 1968 թվականին ֆիզիկոս Ջոն Արչիբալդ Ուլերը առաջարկեց մի գաղափար, որը նա կոչեց այն նյութից։ Նա փաստարկեց, որ տեղեկատվությունը ֆիզիկական իրականության հիմքն է։ Յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր դաշտ, յուրաքանչյուր ուժ վերջնականապես արտահայտվում է որպես տեղեկատվություն։ Եթե դա ճիշտ է, ապա բավականաչափ զարգացած քաղաքակրթությունը կարող էր սովորել ուղղակիորեն շահարկել իրականության տեղեկատվական կառուցվածքը։ Նրանք չէին կառուցի տիեզերանավեր։ Նրանք կվերածեին իրենց նպատակների համաձայն տիեզերքի հատվածները։ Նրանք չէին ուղարկեր ռադիոազդանշաններ։ Նրանք կհաղորդակցվեին կվանտային կապի միջոցով ակնթարթորեն եւ անհայտնաբերելի մեր համար։ Նրանց քաղաքները կարող էին լինել ինտեգրված տիեզերական ցանցի հյուսվածքի մեջ այնպես, որ մենք նայենք դրանց վրա եւ տեսնենք պարզապես գեղեցիկ բնական կառուցվածք։ Սա բարձրացնում է անհանգստացնող հնարավորություն։ Գուցե արտագալակտիկական բանականությունը չէ հեռու աստղերի վրա։ Գուցե այն հենց այստեղ է, մեր շուրջը, բայց մենք չենք կարող այն տեսնել, քանի որ այն գործում է մակարդակների վրա, որոնք մենք դեռ չենք հասկանում։ Գուցե սևազարմանանքները արտագալակտիկական համակարգիչներ են։ Գուցե մութ էներգիան միջգալակտիկական հզորության ցանց է։ Գուցե կվանտային տատանումները միջտիեզերական հաղորդակցման արձանագրություններ են։ 2019 թվականին աստղագետ Ջեյսոն Ռայթը Փենսիլվանիայի պետական համալսարանից առաջարկեց նոր մոտեցում SETI-ին։ Նա փաստարկեց, որ մենք պետք է փնտրենք ոչ թե ազդանշաններ, այլ տեխնոհետքեր, անմիջական արդյունքները զարգացած տեխնոլոգիաների, արհեստական կառուցվածքներ, փոփոխված աստղեր, փոփոխված գալակտիկաներ։ Նա կոչեց սա տեխնոհետքերի տիեզերագիտություն։ Ինչպիսի տեխնոհետքեր կարող ենք փնտրել։ Դայսոնի ոլորտները արդեն իսկ նշեցինք, բայց նաև Դայսոնի ամպերը,
ավելի իրատեսական տարբերակ, որտեղ հսկայական թվով արեգակնային հավաքիչներ ծածկում են աստղի մակերեսի զգալի մասը։ Կամ աստղերի վերելքի ապացույցները, որտեղ քաղաքակրթությունը միտումնավոր թեթևացնում է աստղը, հեռացնելով մասը, որպիսի երկարացնի նրա կյանքը։ Կամ Կլարկի պճնող աստղերի նշանները, թղթակից տիեզերական լույսերի համակարգեր, որոնք օգտագործում են հանրահաշվական ազդեցությունը միջաստղային ճանապարհորդության համար։ Կամ Մատրիոշկա ուղեղները, ներդրված Դայսոնի ոլորտներ, որտեղ յուրաքանչյուր շերտ համակարգիչ է, որ աշխատում է իր ներքևի շերտի անմիջական ջերմությամբ։ Կամ նույնիսկ գալակտիկական ճարտարագիտության ապացույցներ, գալակտիկաներ, որոնց սպիրալային բազուկները փոփոխված են էներգիա հավաքելու կամ տեղեկատվություն պահելու համար։ Մինչև այժմ մենք չենք հայտնաբերել որևէ վստահելի տեխնոհետք, բայց դա չի նշանակում, որ դրանք չկան։ 1019 թվականին Ռայթի թիմը վերլուծեց 10 միլիոն աստղ Կեպլեր տիեզերական հեռադիտակի տվյալներից, փնտրելով անսովոր պայծառության օրինաչափություններ։ Նրանք գտան մի քանի հետաքրքիր թեկնածուներ, բայց ոչ մեկը չհաստատվեց որպես արհեստական։ Ամենահայտնի դեպքն էր Թաբիի աստղը, Կիիկ 538-550-ին։ 1015 թվականին աստղագետ Թաբի Բոյաջյանը և նրա թիմը նկատեցին, որ այս աստղը ցուցաբերում էր եզակի և բացատրելի դժվար պայծառության անկումներ, երբեմն մինչև 22%։ Սա չէր նման որևէ հայտնի բնական երևույթի։ Մոլորակները սովորաբար արգելափակում են միայն 1% կամ քիչ աստղի լույսից։ Կոմետների ամպերը կարող են ավելի մեծ անկումներ առաջացնել, բայց այդպիսի խորը և անկանոն անկումները չէին համապատասխանում հայտնի որևէ կոմետային գործունեության։ Միայն մի բացատրություն թվում էր ավելի տարօրինակ, բայց որը չէր կարող անտեսվել։ Գուցե Դայսոնի ոլորտի կառուցման մեջ էր։ Գուցե մենք նայում էինք տիեզերական ճարտարագիտական ծրագրի վրա, քաղաքակրթություն, որը կառուցում էր հսկայական կառույցներ իրենց աստղի շուրջը։ Հանրությունը հրապարակման բռնկեց։ Մամուլը անմիջապես կոչեց Թաբիի աստղը արտագալակտիկական մեգաստրուկտուրա աստղ, բայց աստղագետները ավելի զգույշ էին։ 3 տարի ուսումնասիրությունից հետո 1018 թվականին Բոյաջյանի թիմը հրապարակեց եզրակացություն։ Լույսի անկման օրինաչափությունը, թերթական վերլուծությունը և այլ դիտումները ամենաբնավ բացատրվում են փոշու ամպով, հնարավոր է մոլորակների բախման կամ կոմետային պատառվածքի արդյունք, ոչ արտագալակտիկական մեգաստրուկտուրա։ Սա էր հիասթափեցնող, բայց նաև կարևոր դաս։ Արտառոց չի նշանակում արհեստական։ Տիեզերքը լի է բնական երևույթներով, որոնք մենք դեռ չենք ամբողջությամբ հասկանում։ Բայց եկեք խորանանք ավելի կոնկրետ մեջ։ Ինչի համար ենք մենք իրականում փնտրում, երբ փնտրում ենք արտագալակտիկական կյանք։ Մեծ մասը սետի ծրագրերի կենտրանում է տեխնոհետքերի վրա, ապացույցներ զարգացած քաղաքակրթությունների։ Բայց գուցե մենք սկսել պետք է ավելի պարզից։ Գուցե մենք պետք է առաջին փնտրենք բիոհետքեր, ապացույցներ ցանկացած տեսակի կյանքի, նույնիսկ միկրոբային։ 1019 թվականին ՆԱՍԱ-ն սկսեց տրանզիտային էկզոպլանետների հետախուզման արբանյակը, TESS։ Այս առաքելությունը նախագծված է որոնելու հազարավոր մոտակա էկզոպլանետներ և ուսումնասիրելու նրանց մթնոլորտները բիոհետքերի համար։ Թթվածինը, մեթանը, ջրային գոլորշին, այս մոլեկուլները կարող են ազդանշանել կենսաբանական գործունեություն։ Բայց մենք պետք է զգույշ լինենք։ Մարսը ունի մեթան իր մթնոլորտում, բայց մենք չգիտենք, թե դա արտադրվում է կենդանի օրգանիզմներից, թե երկրաբանական պրոցեսներից։ 1019 թվականին աստղագետ Սարա Սիգեր միթից հրապարակեց գիրք բիոհետքերի գազերի մասին։ Նա բացատրեց, որ թթվածինը մենակ բավարար չէ, մենք պետք է փնտրենք գազերի համադրություններ, որոնք պահանջում են շարունակական կենսաբանական անարտադրություն մթնոլորտային հավասարակշռությունը պահպանելու համար։ Երկրում թթվածինի և մեթանի համադրությունը անհանդուրժելի բիոհետք է, քանի որ այդ երկու գազերը արագ վերարտադրում են միմյանց, եթե կյանքը շարունակաբար չարտադրի դրանք։ Բայց նույնիսկ բիոհետքերը կարող են մոլորեցնել։ 1019 թվականին Ջոշուա Քրիսենսեն Դալսգարթը Կոպենհագենի համալսարանից հրապարակեց մոդել, որը ցույց տվեց, թե ինչպես կարող են որոշ երկրաբանական պրոցեսները կեղծել կենսաբանական ազդանշաններ։ Օրինակ, վուլկանական գործունեությունը կարող է արտադրել թթվածին և մեթան միանման ժամանակ, առանց կյանքի։ Այսպիսով, նույնիսկ եթե մենք հայտնաբերենք բիոհետքեր, մենք պետք է շատ զգույշ լինենք մեկնաբանումների մեջ։ Սա բարձրացնում է ավելի խորը հարց. ինչպես մենք սահմանում ենք կյանքը։ Ստանդարտ սահմանումը ինչ-որ բան է նման,
Կենդանի օրգանիզմը կազմակերպված համակարգ է, որը կարող է սնվել, աճել։ 1067 թվականին կենսաքիմիկոս Ջերալդ Ֆայնբերգը և ֆիզիկոս Ռոբերտ Շապիրոն հրապարակեցին հոդված «Կյանք հետքերի համար»։ Նրանք փաստարկեցին, որ կյանքի սահմանումը պետք է լինի ավելի ընդհանուր։ Նրանց սահմանմամբ կյանքը ցանկացած համակարգ է, որը ցուցաբերում է որոշակիորեն որոշված տեղեկատվություն և կարող է վերարտադրել այդպես տեղեկատվությունը շիտակումներով։ Այս սահմանումը թույլ կտա կյանքի ձևերի հիման վրա սիլիցոնի, գազային ամպերի, նույնիսկ պլազմայի կամ էլեկտրամագնիսական դաշտերի։ Գուցե մենք չենք հայտնաբերում արտագալակտիկական կյանք, քանի որ փնտրում ենք սխալ տեսակի կյանք։ Մենք ենթադրում ենք, որ բոլոր կյանքը կպահանջի ջուր, ածխածին հիմնավորված քիմիա, մոտավոր երկրի ջերմաստիճան։ Բայց գուցե կյանքը շատ ավելի բազմազան է։ Գուցե կան օրգանիզմներ, որոնք ապրում են սառույցի ներսում, Եվրոպայի ենթածովային օվկիանոսներում, կամ ջերմությունը սիրող բակտերիաներ Վեներայի ամպերում, կամ սիլիցոն հիմնավորված կյանք Տիտանի հիդրոածխածնային լճերում։ Արդյոք կարող է լինել, որ արտագալակտիկական կյանքը հենց այստեղ է մեր արեգակնային համակարգում, բայց մենք դեռ չենք հայտնաբերել այն։ Սա կոչվում է բարձր կյանք մեր շուրջը հիպոթեզը։ 1019 թվականին Վիեննայի համալսարանի միկրոբիոլոգ Քրիստիանա Շլեպերը հրապարակեց ուսումնասիրություն, որտեղ նա նշեց, որ մենք դեռ չենք բացահայտել երկրի բոլոր կյանքի ձևերը։ Ամեն տարի նոր տեսակներ են հայտնաբերվում, հատկապես միկրոօրգանիզմներ ծայրահեղ միջավայրերում։ Եթե մենք դեռ բացահայտում ենք նոր կյանք մեր սեփական մոլորակի վրա, որքան ավելի շատ կարող է լինել չհայտնաբերված արտագալակտիկական կյանք։ Մարսը ամենակարևոր թեկնածուն։ 2020 թվականին ՆԱՍԱ-ի անհագության ռովերը վայրէջք կատարեց Ջեզերո կրատերում, նախկին լճի անկյուն։ Նրա առաքելությունը հավաքել է ժայռային նմուշներ, որոնք կարող են պարունակել հնացած միկրոբների հետքեր։ Այդ նմուշները կվերադառնան Երկիր 1030-ների թվականներում Մարսի նմուշների վերադարձի առաքելության մեջ։ Բայց նույնիսկ եթե մենք գտնենք կյանք Մարսում, մենք պետք է հարց տանք. արդյոք այն անկախ ծագել է, թե արդյոք այն և երկրային կյանքը ունեն ընդհանուր նախահայրը։ Մետեորիտները կարող են փոխանցել միկրոօրգանիզմներ Մարսից Երկիր և հակառակը, պրոցես, որը կոչվում է պանսպերմիա։ Եթե Մարսի կյանքը ունի ԴՆԹ, ինչպես երկրայինը, դա ընդհուպ կարող է նշանակել, որ երկու մոլորակներում կյանքն ունի ընդհանուր ծագում։ Այդ դեպքում մենք դեռ չենք հայտնաբերել երկրորդ անկախ օրինակ կյանքի։ Բայց հեռավոր արեգակնային համակարգում կան ավելի հետաքրքիր հնարավորություններ։ Եվրոպան, Յուպիտերի լուսինը, պարունակում է ավելի շատ հեղուկ ջուր, քան բոլոր օվկիանոսները երկրի վրա միասին, թաքնված 10 կիլոմետր սառույցի ծածկի տակ։ Ենցելադուսը, Սատուրնի լուսինը, ցողում է ջրային գեյզերներ իր հարավային բևեռից, բերելով նյութ ենթածովային օվկիանոսից ուղղակի տիեզերք։ Տիտանը, Սատուրնի ամենամեծ լուսինը, ունի մեթանի և էթանի լճեր և հավանաբար ջրային օվկիանոս իր մակերեսի տակ։ Յուրաքանչյուրը կարող է գտնվել կյանք, բայց այլ տեսակի կյանք, քան երկրայինը։ 1019 թվականին քիմիկոս Ջոնաթան Լունայնը Կորնելի համալսարանից հրապարակեց մոդել հիպոթետիկական կյանքի համար Տիտանում։ Նա առաջարկեց, որ օրգանիզմները կարող են օգտագործել հեղուկ մեթան բջջային թաղանթների համար այլ կերպով, քան մենք օգտագործում ենք ջուր։ Նա կոչեց այդպիսի հիպոթետիկական կյանք ազոտոսոմներ։ Արդյոք կա կյանք Տիտանում։ Մենք դեռ չգիտենք, բայց 2034-ին ՆԱՍԱ-ն պլանավորում է ուղարկել Dragonfly միսիան, Rotorcraft, որը կթռչի Տիտանի մթնոլորտում և կուսումնասիրի տարբեր տեղանքներ պրեբիոտիկ քիմիայի և հնարավոր կենսաբանական ազդանշանների համար։ Սա կարող է լինել պատմության ամենակարևոր առաքելություններից մեկը։ Հիմա թույլ տվեք վերադառնանք Ֆերմիի պարադոքսին։ Սին։ Մենք խոսեցինք տասնյակ բացատրությունների մասին, բայց կա մեկը, որը հազվադեպ է քննարկվում, բայց որը կարող է լինել ամենաանհանգստացնողը։ Սա կոչվում է բիոկենտրիկ տիեզերքի հիպոթեզը։ 1207 թվականին կենսաբան Ռոբերտ Լանզն հրապարակեց գիրք «Բիոկենտրիզմ», որտեղ նա փաստարկեց, որ կյանքը և գիտակցությունը չեն պարզապես տիեզերքի կողմնակի ուղեկցուկներ, այլ հիմնարար բաղադրիչներ, որոնք ստեղծում են իրականությունը։ Նրա փաստարկությունը հիմնված է կվանտային մեխանիկայի վրա, մասնավորապես դիտորդի էֆեկտի վրա։
Կվանտային մեխանիկայում մասնիկները գոյություն ունեն ակամայականության պատրաստականությամբ, բազմաթիվ հնարավոր վիճակների համադրությունում մինչև դիտվեն։ Դիտումը ստիպում է ալիքային ֆունկցիան փլվել մեկ որոշակի վիճակի մեջ։ Սա ապացուցված է անթիվ փորձարարներով, ներառյալ հայտնի կրկնակի ճեղքի փորձը։ Բայց ով է դիտորդը։ Արդյոք կարող է լինել, որ գիտակցությունը անհրաժեշտ է, որպեսզի իրականությունը փուլանա իր որոշակի վիճակի մեջ։ Եթե դա ճիշտ է, ապա Ֆերմիի պարադոքսը լուծվում է սարսափելի ձևով։ Գուցե կյանքը եւ գիտակցությունը չեն հազվագյուտ պատահականություններ։ Գուցե դրանք անհրաժեշտ են, որպիսի տիեզերքը գոյություն ունենա։ Եվ գուցե տիեզերքը ծրագրավորված է ստեղծելու պայմաններ գիտակցության ի հայտ գալու համար, գոնե մեկ տեղում, այստեղ, երկրում։ Մենք չենք պարզապես դիտարկում տիեզերքը, մեր դիտումը ստեղծում է այն։ Սա անշուշտ վիճահարույց գաղափար է, եւ շատ ֆիզիկոսներ հերքում են այն, բայց այն բարձրացնում է խոր փիլիսոփայական հարցեր։ Ինչ է իրականությունը։ Արդյոք տիեզերքը գոյություն ունի անկախ դիտորդներից, եւ եթե գիտակցությունը իսկապես հիմնարար է, ապա գուցե մենք չենք փնտրում արտագալակտիկական գիտակցություն արտաքինում, այլ ճանաչում, որ ամբողջ տիեզերքն ինքնին գիտակցային է, որոշակի իմաստով։ Հենց այսպես մենք վերադառնում ենք այն գաղափարին, որը քննարկեցինք սկզբում։ Գաղափարը, որ տիեզերքն ինքնին կարող է լինել մտածող, գիտակցող էություն։ Ոչ թե նման մարդկային գիտակցությանը, այլ ինչ-որ շատ ավելի հսկայական, ինչ-որ բան, որը գործում է ժամանակային եւ տարածական սանդղակներով, որոնք մենք կարող ենք բռնել միայն մաթեմատիկորեն։ Կամ գուցե պատասխանն ավելի պարզ է, եւ մենք պարզապես մտածում ենք չափապից ավելի շատ։ Գուցե տիեզերքը հսկայական է, բայց երիտասարդ։ Գուցե կյանքը հազվագյուտ է, բայց ոչ թե անհնար։ Գուցե մենք առաջիններ ենք, կամ գրեթե առաջինները, եւ հաջորդ մի քանի միլիոն տարիների ընթացքում գալակտիկան կլինի քաղաքակրթություններով։ Գուցե մենք ճիշտ պահին ենք գտնվում։ Մենք ապրում ենք կոսմիկական առավոտին, երբ տիեզերքը դեռ արթնանում է բանականության դեպի։ Բայց եկեք լուրջ լինենք մի պահ։ Անկախ նրանից, թե որն է պատասխանը Ֆերմիի պարադոքսին, կա մի բան, որ մենք ստերից առնում ենք։ Մեր գոյությունը ոչնչավան է, թե բացառիկ։ Մեր պատասխանատվությունը փոքրիկ է, թե տիեզերական։ Եվ մեր ապագայի ընտրությունները տեղական են, թե անվերջ կարևոր։ Ես կասեմ ձեզ, թե ինչ մտածում եմ։ Անկախ նրանից, արդյոք մենք միայնակ ենք, թե ոչ, մենք ենք միակ քաղաքակրթությունը, որի համար մենք ունենք անմիջական պատասխանատվություն։ Մենք չենք կարող վստահել, որ արտագալակտիկականները կգան մեզ փրկելու։ Մենք չենք կարող սպասել, որ գերզարգացած բանականությունը կլուծի մեր խնդիրները։ Մենք պետք է ենթադրենք, որ մենք միայնակ ենք, նույնիսկ եթե չենք։ Քանի որ միայն այդ ենթադրությամբ մենք կվարվենք մեզ հետ լրջությամբ, որը մենք արժանի ենք։ Արդյոք հասկանում եք, թե ինչու է սա կարևոր։ Կտամ գուցե նրանք ընդհանրապես չեն հաղորդակցվում։ Գուցե զարգացած քաղաքակրթությունները հասկանում են, որ միջաստղային հաղորդակցությունը անիմաստ է։ Լույսի արագությունը վերջնական սահմանափակում է։ Ամենամոտ աստղը 4,2 լույսի տարվա հեռավորությունն է, ինչը նշանակում է, որ զրույցի համար հարկավոր է նվազագույնը 8,4 տարի, մեկ հարց եւ պատասխանի համար։ Ով կցանկանա զրուցել այդպիսի ուշացումներով։ Եվ եթե դուք փորձում եք հաղորդակցվել ավելի հեռու գտնվող քաղաքակրթության հետ, 100 կամ 1000 լույսի տարիների հեռավորության վրա, զրույցը դառնում է գործնականում անհնար։ Բայց թերևս ամենասարսափելի բացատրությունը Ֆերմիի պարադոքսի համար այն է, որ մենք արդեն ստացել ենք պատասխանը, բայց չենք ճանաչել այն։ 1966 եւ 70-րդ թվականներին Աբելյան ծրագիրը ուղարկեց 2 միջաստղային նամակներ դեպի տիեզերքը՝ Աբելյան 10 եւ 11։ Այդ նամակները պարունակում էին տեղեկություններ մարդկության, երկրի եւ արեգակնային մեր համակարգի մասին, կոդավորված երկուական համակարգով։ Բայց պատկերացրեք, որ արտագալակտիկական քաղաքակրթությունը ուղարկեց նման նամակ մեզ 1000 տարի առաջ։ Մենք կարող էինք հայտնաբերել այն։ Գուցե նրանք ուղարկել են ազդանշաններ, որոնք անցել են մեր կողքով, քանի որ մենք չէինք լսում այդ հաճախականություններում։ Կամ գուցե նրանք օգտագործել են մոդուլյացիայի տեխնիկա, որը մենք դեռ չենք հասկանում։ Արդյոք մենք բաց ենք թողել ակնհայտ ազդանշանները։ 1976 թվականներին աստղագետ Ռոնալդ Բրեսվելը առաջարկեց, որ արտագալակտիկական քաղաքակրթությունները կարող են ուղարկել ինքնավար հետախուզական հանգույցներ, փոքր տիեզերանավեր, որոնք կարող են ուսումնասիրել աստղային համակարգերը եւ հավաքել տեղեկություններ։
Այդ հանգույցները կարող են լինել մեր արեգակնային համակարգում հենց հիմա, թաքնված աստերոիդների կամարում կամ կույպերի գոտում։ Նրանք կարող են լսել մեր ռադիոհաղորդումները վերջին 100 տարիների ընթացքում ուղարկելով տեղեկություններ հետ դեպի իրենց ստեղծողներին։ Եվ մենք երբեք չենք իմանա, քանի դեռ չենք որոնել։ 1969 թվականին ֆիզիկոս եւ մաթեմատիկոս Ջոն ֆոն Նեյմանը մշակեց ինքնավերարտադրվող մեքենաների գաղափարը։ Սրանք տեսական սարքեր են, որոնք կարող են կրկնօրինակել իրենց, օգտագործելով տեղական ռեսուրսները։ Եթե դուք ուղարկեք ինքնավերարտադրվող տիեզերական հանգույց դեպի հարևան աստղային համակարգ եւ այն ստեղծի իր երկու պատճենը, եւ յուրաքանչյուր պատճենը գնա դեպի երկու այլ համակարգեր եւ կրկնի գործընթացը, ապա ակնկալելի ժամանակաշրջանում ամբողջ գալակտիկան կլցվի ձեր հանգույցներով։ Գնահատումները ցույց են տալիս, որ նույնիսկ համեմատաբար դանդաղ տիեզերանավերով ճանապարհորդելով 10%-ով լույսի արագությունից ամբողջ ծիր կաթին, գալակտիկան կարող է ուսումնասիրվել 1000 տարիների ընթացքում 1 միլիոն տարվա ընթացքում։ 1 միլիոն տարի։ Սա երկար ժամանակ է մարդկային չափորոշիչներով, բայց տիեզերական ժամանակի գրաֆիկով սա միայն ակնթարթ է։ Մեր գալակտիկան 13 միլիարդ տարեկան է։ Եթե նույնիսկ մեկ քաղաքակրթություն զարգացավ միայն 1 միլիարդ տարի առաջ եւ ուղարկեց ինքնավերարտադրվող հանգույցներ, այդ հանգույցները պետք է լինեին ամենուր հիմա, բայց մենք չենք տեսնում նրանց։ Ինչու՞։ Թերևս պատասխանը կայանում է ժամանակագրության մեջ։ Գուցե մենք առաջին ենք։ Գալակտիկան կարող էր չլինել հարմար կյանքի համար իր առաջին մի քանի միլիարդ տարիների ընթացքում։ Վաղ աստղերը պարունակում էին շատ քիչ ծանր տարրեր, ածխածին, թթվածին, ազոտ, երկաթ, որոնք անհրաժեշտ են կյանքի համար, ինչպես մենք այն ճանաչում ենք։ Այդ տարրերը պետք է ձևավորվեին սուպերնովաների պայթյուններում եւ բաշխվեին ամբողջ գալակտիկայում, հիմնականորեն աստղերի հետագա սերունդների համար։ Գուցե առաջին 2 կամ 3 միլիարդ տարիների ընթացքում գալակտիկան պարզապես չէր ունեցել քիմիական բաղադրություն, որը անհրաժեշտ է բարդ կյանքի համար։ Եվ կա եւս մեկ գործոն։ Վաղ գալակտիկան ավելի ակտիվ էր, ավելի շատ սուպերնովաներ, ավելի շատ գամմա ճառագայթների պայթյուններ, 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 ավելի շատ գամմա ճառագագայթների պայթյուններ, ավելի շատ գամմա ճառագայթների 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 պայթյուններ, ավելի շատ քանի որ նրանք դեռ չկան։ Նրանք կգան հետո, եւ գուցե բավականաչափ հետո, որ մենք չհանդիպենք նրանց երբեք։ Բայց սա բարձրացնում է անհանգստացնող հարց. եթե մենք առաջինն ենք, ինչ պարտականություններ ունենք մենք։ Արդյոք մենք պետք է տարածվենք ամբողջ գալակտիկայի վրա, լցնենք այն մեր ներկայացուցիչներով, մեր մշակույթով, մեր գենետիկական նյութով, կամ պետք է մենք մնանք այստեղ, թողնել տեղ ապագա քաղաքակրթությունների համար, որոնք կարող են զարգանալ միլիոնավոր կամ միլիարդավոր տարիներից։ Սա ոչ միայն գիտական հարց է, սա էթիկական հարց է։ Մտածեք դրա մասին։ Եթե մենք կարողանանք տարածվել, ոչ միայն գիտական հարց է, սա էթիկական հարց է։ Մտածեք դրա մասին։ Եթե մենք կարողանանք տարածվել այլ աստղային համակարգեր, մենք գրեթե անխուսափելիորեն կփոխենք կամ կոչնչացնենք ցանկացած էկոհամակարգերը, որոնք արդեն գոյություն ունեն այնտեղ։ Նույնիսկ եթե այդ էկոհամակարգերը պարունակում են միայն միկրոօրգանիզմներ, արդյոք մենք ունենք իրավունք ոչնչացնել նրանց։ Մարսը, Եվրոպան, Էնսելադուսը, բոլորը հնարավոր են պարունակել մանրեաբանական կյանք։ Երբ մենք վերջապես ուղարկում ենք մարդկային բնակությունների տեղադրումներ այդ աշխարհներին, արդյոք մենք պետք է նախ վստահ լինենք, որ մենք չենք աղտոտում կամ ոչնչացնում ինչևէ կյանքի ձև, որը արդեն կարող է լինել այնտեղ։
կոչվում է պլանետային պաշտպանության սկզբունքը։ Հիմա այն հիմնականում վերաբերում է միկրոբիոլոգիական աղտոտման կանխարգելմանը։ Բայց ինչպես կիրառենք մենք այս սկզբունքը, երբ խոսքը վերաբերում է ամբողջ աստղային համակարգերի գաղութացմանը։ Արդյոք մենք պետք է մնանք հեռու բոլոր համակարգերից, որտեղ կա նույնիսկ փոքրագույն հնարավորություն կյանքի։ Սա կսահմանափակի մեր ընտրանքները դրամատիկորեն։ Կամ գուցե մենք պետք է ընդունենք ավելի գործնական մոտեցում։ Կյանքը տիեզերքում կարող է լինել այնքան հազվագյուտ և թանկարժեք, որ անկախ նրանից, թե որտեղից է այն ծագում, Երկրից, Մարսից, Եվրոպայից կամ մեկ այլ աստղից, այն պետք է պահպանվի և տարածվի։ Եթե մենք կարողանանք տանել կյանքը մահացու, ամլություն աշխարհներին, եթե մենք կարողանանք տերաֆորմացնել մոլորակները և ստեղծել նոր էկոհամակարգերը, արդյոք սա չէ մեծագույն նվերը, որը մենք կարող ենք տալ տիեզերքին։ Բայց դա ենթադրում է, որ մենք կկարողանանք գոյատևել բավականաչափ երկար, հասնելու այնտեղ։ Եվ սա մեզ վերադարձնում է մեծ ֆիլտրին։ Արդյոք մենք արդեն անցել ենք այն, թե դա մեր առջևում է։ Եկեք նայենք վիճակագրությանը։ Միաբջիջ կյանքը հայտնվեց շատ արագ Երկրի վրա, բայց բազմաբջիջ կյանքը պահանջեց 2 միլիարդ տարի ավելի։ Սա առաջարկում է, որ անցումը պարզ կյանքից բարդ կյանք դեպի հնարավոր է լինել մեկ մեծ ֆիլտր։ Բայց մենք արդեն անցել ենք այդ փուլը։ Ուրեմն թերևս մեծ ֆիլտրը մեր ապագայում է։ Գուցե այն տեխնոլոգիական սինգուլարությունն է, կետը, երբ արհեստական բանականությունը գերազանցում է մարդկային բանականությանը և դառնում է անվերահսկելի։ Գուցե այն կլիմայական փոփոխությունը կամ միջուկային պատերազմը կամ կենսաբանական զենքի թողարկումը, կամ գուցե այն ինչ-որ բան է, որը մենք նույնիսկ չենք կարող կանխատեսել։ Նանոտեխնոլոգիական աղետ, սև անցքի փորձարարական ստեղծում կամ վակուումային փոփոխության դեպքի սառցում։ 1969 թվականին ֆիզիկոս Ստենլի Միլլերը և Հարոլդ Ուրին կատարեցին նշանավոր փորձարկում։ Նրանք վերստեղծեցին Երկրի վաղ մթնոլորտը լաբորատորիայում, խառնելով մեթան, ամոնիակ, ջրածին և ջուր։ Ապա նրանք անցկացրին էլեկտրական պայթառներ այդ խառնուրդի միջով, սիմուլյացիա անելով կայծակները։ Մի շաբաթ անց այդ պարզ քիմիական նյութերը ձևավորել էին ամինաթթուներ, կյանքի կառուցման բլոկները։ Փորձարկումը ցույց տվեց, որ կյանքի քիմիական նախադրյալները կարող են առաջանալ ինքնաբերաբար պարզ պայմաններում։ Բայց սա չի նշանակում, որ կյանքը հեշտ է։ Անցումը անօրգանական քիմիայից դեպի կենդանի բջիջը մնում է մեծ լույսի առեղծված։ Մենք չգիտենք ճշգրիտ, թե ինչպես եղավ առաջին ինքնավերարտադրվող մոլեկուլը։ Մենք չգիտենք, թե ինչպես ձևավորվեց առաջին բջջային թաղանթը։ Մենք չգիտենք, թե ինչպես ըվենք, թե ինչպես առաջին բջիջը սկսեց օգտագործել ԴՆԹ գենետիկական տեղեկության համար։ Այս անհայտ քայլերից յուրաքանչյուրը կարող է լինել անհավատալի դժվար։ Կամ գուցե նրանք հեշտ են, և մենք պարզապես դեռ չենք հասկանում ճիշտ մեխանիզմները։ Արդյոք մենք երբևէ կիմանանք։ Միակ եղանակը իմանալու համար գտնել կյանքը մեկ այլ տեղում։ Եթե մենք հայտնաբերենք միկրոօրգանիզմներ Մարսի վրա կամ Եվրոպայի օվկիանոսներում, եթե մենք գտնենք ապացույց կյանքի էկզոմոլորակների մթնոլորտում, ապա մենք կիմանանք, որ կյանքի ծագումը համեմատաբար հեշտ է։ Եվ սա կնշանակի, որ տիեզերքը պետք է լի է կյանքով։ Բայց եթե այդպես է, ապա որտեղ են բոլորը։ Մեծ ֆիլտրը պետք է լինի ուրիշ տեղում, կամ անցումը բանականություն դեպի, կամ տեխնոլոգիական քաղաքակրթությունների ինքնավերացումը։ Մյուս կողմից, եթե մենք չգտնենք ոչ մի հետք կյանքի ցանկացած տեղում, մեր արեգակնային համակարգում, եթե բոլոր էկզոմոլորակները, որոնք մենք ուսումնասիրում ենք, թվում են ամլություն, ապա մենք պետք է կասկածանք, որ կյանքի ծագում իրոք անհավատալի հազվագյուտ է։ Եվ սա կնշանակի, որ մենք կարող ենք լինել միայնակ, հեռու հեռավորությունների վրա։ Գուցե ամբողջ գալակտիկայում, գուցե ամբողջ դիտվելի տիեզերքում։ Պատկերացրեք այդ պահը։ Պահը, երբ մենք վերջապես իմանանք, որ մենք միայնակ ենք։ Ինչպես կփոխի դա մեզ։ Արդյոք դա կգործի որպես զարթոնիչ զանգ, միավորելու մարդկությանը ընդհանուր նպատակի շուրջ։ Կամ արդյոք դա կբեկի մեզ, երբ մենք կհասկանանք մեր ամբողջ պատասխանատվության բեռը, լինելով միակ նկատողական տիեզերքի մեջ։ Գիտեք ինչ է ամենասարսափելի մասը այս ամենում։ Չնայած մեր բոլոր տեխնոլոգիային, մեր բոլոր գիտելիքներին, մենք դեռ չգիտենք պատասխանը։ Մենք դիտում ենք երկինքը 60 տարի է։ Մենք ուղարկել ենք տիեզերանավեր դեպի ամեն մոլորակ մեր արեգակնային համակարգում։
Մենք հայտնաբերել ենք հազարավոր էկզոմոլորակներ, շատերը պոտենցիալ բնակելի գոտիների մեջ։ Բայց մենք դեռ չենք գտել նույնիսկ մեկ միկրոբ, որը ծագել է մեկ այլ աշխարհից։ Չհաղորդակցվող արտագալակտիկական քաղաքակրթություն։ Ոչ մի ազդանշան, որը չի կարող բացատրվել բնական երևույթներով։ Լռությունը շարունակվում է։ Եվ ամեն տարի, որ այն շարունակվում է, Ֆերմիի պարադոքսը դառնում է ավելի խորը եւ ավելի անհանգստացնող։ Քանի որ ամեն տարի մենք կատարելագործում ենք մեր գործիքները, լայնացնում մեր որոնումը եւ դեռ գտնվում ենք ոչինչ։ Ամեն տարի առանց պատասխանի ուժեղացնում է փաստարկները, որ կյանքը, բանականությունը, տեխնոլոգիական քաղաքակրթությունները իրոք անհավատալի հազվագյուտ են։ Բայց թերևս մենք պարզապես անհարկ ենք։ Թերևս մեր սարքավորումները դեռ չբավարար զգայուն են։ Թերևս մենք լսում ենք սխալ հաճախականություններում կամ փնտրում սխալ ազդանշանների տեսակները, կամ թերևս ճշմարտությունը ավելի հետաքրքիր է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Ինչպես, եթե արտագալակտիկական քաղաքակրթությունները գոյություն ունեն, բայց նրանք այնքան զարգացած են, որ մենք նույնիսկ չենք ճանաչի նրանց որպես կյանք։ Մտածեք դրա մասին։ Միջավայր միջև մեր ամենապարզ կազմակերպությունների, մանրեների եւ մեր ամենազարգացած տեխնոլոգիայի միջև միայն մի քանի հազար տարի կա, բայց տիեզերքում կարող են լինել քաղաքակրթություններ, որոնք միլիոն տարի առաջ են մեզանից, կամ միլիարդ։ Ինչպիսին կլինի նրանց տեխնոլոգիան։ Արդյոք մենք կարող ենք նույնիսկ ճանաչել այն։ Գուցե նրանք անցել են ֆիզիկական ձևից։ Գուցե նրանք վերբեռնել են իրենց գիտակցությունները դեպի հսկա քվանտային համակարգիչներ, որոնք գործում են ատոմային մակարդակում։ Գուցե նրանք ապրում են որպես մաքուր էներգիա կամ որպես դաշտեր բռնության մեջ, որոնք մենք չենք կարողանում հայտնաբերել մեր ներկայիս գործիքներով։ Գուցե նրանք մտցել են այլ չափումները կամ բաժանվել են անհավանորեն փոքր գոյություն ունենալով մասնիկների միջև մեր այսպես կոչված դատարկ տիեզերքում։ Կամ գուցե ճշմարտությունն էլ ավելի տարօրինակ է։ 1964 թվականին ֆիզիկոս Յու Թերեմինը առաջարկեց գաղափար, որը հայտնի է որպես Թերեմինի պարադոքսը։ Նա ասաց, որ եթե տիեզերքը բավականաչափ մեծ է կամ անսահման, ապա յուրաքանչյուր հնարավոր դասավորություն մասնիկների պետք է տեղի ունենա ինչ-որ տեղում։ Սա նշանակում է, որ ոչ միայն արտագալակտիկական քաղաքակրթությունները գոյություն ունեն, այլ անհավիտենակի բազմաթիվ տարբերակներ քո եւ մեր գալակտիկայի կրկնօրինակներ։ Անverջ, բազմաթիվ տարբերակներ ձեզանից գոյություն ունեն այստեղից անհավատալի հեռու։ Մի քանիսը գրեթե նույնական են, ուրիշները պատահում են փոքր տարբերություններով։ Ինչ-որ մեկը, որտեղ դուք տարբեր ընտրություններ եք կատարել։ Ինչ-որ մեկը, որտեղ մարդկությունը երբեք չի առաջացել։ Ինչ-որ մեկը, որտեղ դինոզավրերը երբեք չեն մեռել, եւ բանական սողուններն են զարգացել տեխնոլոգիական քաղաքակրթությունը։ Յուրաքանչյուր հնարավորություն, անկախ նրանից, թե որքան անհավանական, տեղի է ունենում անverջ անգամ։ Եթե դա ճիշտ է, Ֆերմիի պարադոքսը դառնում է ավելի խորը, քանի որ եթե անverջ բազմաթիվ քաղաքակրթություններ գոյություն ունեն, ինչու մենք չենք հայտնաբերում մեկն անգամ մեր դիտվելի տիեզերքում։ Գուցե պատասխանը կայանում է նրանում, որ դիտվելի տիեզերքը միայն անբավարար փոքր մասն է ամբողջ իրականության։ Մենք տեսնում ենք միայն 46.5 միլիարդ լույսի տարիների ճառագայթով ոլորտ։ Բայց եթե տիեզերքը իսկապես անսահման է, ապա մեր դիտվելի ոլորտը լուռ, անվերջորեն փոքր հատված է։ Մեկ այլ գաղափար։ Մեր տիեզերքը կարող է լինել միայն մեկը, բազմաթիվ տիեզերքների թվից բազմատիեզերքում։ Քվանտային մեխանիկան առաջարկում է, որ յուրաքանչյուր քվանտային իրադարձություն ստեղծում է նոր մասնաճյուղ իրականության, նոր տիեզերք, որտեղ յուրաքանչյուր հնարավոր արդյունք տեղի ունենում է։ Եթե դա ճիշտ է, ապա գոյություն ունեն անհավանանորեն բազմաթիվ տիեզերքներ, յուրաքանչյուրը թեթևակի տարբեր տկանոններով եւ պայմաններով։ Գուցե մեր տիեզերքում կյանքը հազվագյուտ է, բայց մեկ ուրիշում այն բազմաթիվ է։ Եվ սա մեզ բերում է դեպի մի ուրիշ, դեռ ավելի հիմնարար հարց. ինչ է կյանքը։ Ինչպես մենք սահմանում ենք այն։ Մինչ այժմ, երբ մենք խոսում ենք կյանքի մասին, մենք խոսում ենք ածխածնի վրա հիմնված, հեղուկ ջրի օգտագործող, ԴՆԹ կամ ՌՆԹ վրա հիմնված օրգանիզմերի մասին։ Բայց արդյոք սա միակ հնարավոր տեսակն է կյանքի։ Գիտնականները քննարկել են կրեմնիումի վրա հիմնված կյանքի հնարավորությունը։ Կրեմնիումը, ինչպես ածխածինը, կարող է ձևավորել երկար շղթաներ եւ բարդ մոլեկուլներ։ Այն կարող է փոխարինել ածխածինը շատ ցուրտ մթնոլորտներում, որտեղ ածխածինը դառնում է չափազանց կոշտ։ Գուցե Տիտանի, Սատուրնի ամենամեծ լուսնի, մեթանի ծովերում գոյություն ունեն կրեմնիումի վրա հիմնված օրգանիզմներ։
Կամ ինչ ասել ամոնիումի մասին, որպես լուծարար հեղուկ ջրի փոխարեն։ Ամոնիումը մնում է հեղուկ շատ ավելի ցուրտ ջերմաստիճաններում, -75 աստիճան Ցելսիուս։ Սա կբացի հնարավորություններ կյանքի համար, մոլորակներում և լուսիններում, որոնք շատ հեռու են իրենց աստղերից, պահպանելու հեղուկ ջուր։ Բայց գուցե մենք մտածում ենք չափազանց նեղ։ Գուցե կյանքը կարող է հիմնվել ոչ քիմիական գործընթացների վրա։ 1979 թվականին աստղաֆիզիկոս Ֆրեդ Հոյլը առաջարկեց, որ կյանքը կարող է առաջանալ աստղերի ներսում, պլազմայի ձևով։ Նա կոչեց այն տաք կյանք փոխարեն մեր ցուրտ կյանքի։ Քանի որ աստղերը պարունակում են հսկայական էներգիա և բարդ մագնիսական դաշտեր, գուցե տեղի կարող են ունենալ ինֆորմացիայի կազմակերպման ձևեր, որոնք մենք կճանաչեինք որպես կյանք։ Կամ գուցե կյանքը կարող է գոյություն ունենալ միջաստղային ամպերում։ Այդ ահռելի ամպերը բաղկացած են գազից և փոշուց, և նրանք պարունակում են բարդ օրգանական մոլեկուլներ։ Գուցե այս մոլեկուլները կարող են կազմակերպվել ինֆորմացիայի պահպանման և վերարտադրման համար, ձևավորելով ինչ-որ տեսակի կյանք, որը տարածվում է լույսի տարիների ընթացքում, զարգանում միլիոնավոր տարիների ընթացքում։ Եվ եթե մենք դառնանք իսկապես սպեկուլյատիվ, գուցե կյանքը կարող է գոյություն ունենալ նույնիսկ տիեզերքի ֆունդամենտալ դաշտերում։ Քվանտային վակուումը ոչ թե դատարկ տարածություն է, այլ բուրբուլանում է վիրտուալ մասնիկներով, որոնք հայտնվում և անհետանում են կայունության սկզբունքների սահմաններում։ Գուցե բավականաչափ բարդ օրինաչափություններ այս քվանտային փրփուրում կարող են կազմել մի տեսակ գիտակցություն։ Գուցե ամբողջ տիեզերքը ինքը մի տեսակ կենդանի օրգանիզմ է։ Սա կարող է թվալ գերբնական, բայց մտածեք դրա մասին։ Ձեր մարմինը բաղկացած է մոտավորապես 37 տրիլիոն բջիջներից։ Յուրաքանչյուր բջիջ կենդանի օրգանիզմ է, իր սեփական գենոմով, մետաբոլիզմով, վերարտադրությամբ։ Բայց բջիջները չգիտեն, որ նրանք մաս են կազմում ձեզ ավելի մեծ գիտակցության։ Նրանք չեն մտածում ձեր մտքերի մասին, ձեր երազանքների մասին, ձեր հույզերի մասին։ Նրանք պարզապես կատարում են իրենց գործընթացները, և ինչ-որ կերպ այդ ամենը կազմավորում է ձեզ։ Նմանապես, գուցե մենք բոլորս բջիջներ ենք ավելի մեծ օրգանիզմի, երկիր մոլորակի, արեգակնային համակարգի, գալակտիկայի կամ նույնիսկ ամբողջ տիեզերքի։ Գուցե այդ համակարգերն ունեն գիտակցություն, որը մենք չենք կարող հասկանալ, քանի որ այն գործում է այնպիսի ժամանակի և տարածության մասշտաբներում, որոնք անհասանելի են մեր ընկալմանը։ Այս գաղափարները կարող են թվալ անհավանական, բայց 100 տարի առաջ քվանտային մեխանիկան նույնպես թվում էր անհավանական։ Մարդիկ ծիծաղում էին Այնշտայնի հարաբերականության վրա։ Նրանք մերժեցին վեգեների տեկտոնիկական թիթեղների տեսությունը։ Գիտությունը կառուցված է գաղափարների վրա, որոնք սկզբում թվում էին խենթություն։ Արդյոք հնարավոր է, որ մենք պարզապես չենք փնտրում ճիշտ տեղերում կամ ճիշտ ձևերով։ Գուցե արտագալակտիկական կյանքը շրջապատում է մեզ, բայց այն այնքան տարբեր է մեր սեփականից, որ մենք նույնիսկ չենք ճանաչում այն։ Գուցե հետախուզական մարմնահոտեր, որոնք մենք փնտրում ենք, պարզապես սխալ մոդել է։ Բայց եկեք վերադառնանք դեպի ավելի հիմնավորված տարբերակները։ Եկեք ենթադրենք, որ կյանքը, ինչպես մենք այն հասկանում ենք, ածխածնի վրա հիմնված, ջրի կախված օրգանիզմներ, իսկապես գոյություն ունի մեկ այլ տեղում։ Ինչու մենք դեռ չենք գտել նրանց։ Թերևս պատճառն այն է, որ տիեզերական ճանապարհորդությունը պարզապես չափազանց դժվար է։ Դիմադրություններն անսահման են, լույսի արագությունը բացարձակ սահմանափակում է։ Ոչ մի օբյեկտ զանգվածով չի կարող ճանապարհորդել ավելի արագ, քան լույսը։ Եվ նույնիսկ եթե մենք կարողանանք հասնել 10%-ին լույսի արագությունից, ճամփորդությունը դեպի ամենամոտ աստղը կտևեր 42 տարի։ Բայց ժամանակի ընդլայնումը կարող էր օգնել։ Այնշտայնի հարաբերականության համաձայն, ժամանակն անցնում է ավելի դանդաղ օբյեկտների համար, որոնք շարժվում են շատ արագ։ Եթե դուք ճանապարհորդեիք 99%-ով լույսի արագությունից, գությունից 42 տարին երկրի համար կլիներ միայն մի քանի տարի ձեզ համար։ Բայց դա դեռ պահանջում է անհավատալի քանակություն էներգիա։ Գնահատումները ցույց են տալիս, որ տիեզերանավ արագացնելը 1%-ին լույսի արագությունը կպահանջի էներգիա, որը համահավասար է ամբողջ մարդկության էներգիայի տարեկան սպառմանը։ Եվ դա միայն մեկ փոքր տիեզերանավի համար է։ Պատկերացրեք էներգիան, որը անհրաժեշտ է տասնյակ տոկոսով կամ 99%-ով լույսի արագությամբ ճանապարհորդելու համար։ Այն գերազանցում է մեր ներկայիս կարողությունները հսկայական չափով։
Եվ նույնիսկ եթե մենք լուծենք էներգիայի խնդիրը, մնում են այլ խնդիրներ՝ միջաստղային փոշին և գազը։ Նույնիսկ դատարկ տիեզերքը պարունակում է ատոմներ և մոլեկուլներ։ Շարժվելով տասնյակ հազարավոր կիլոմետր վայրկյանում, նույնիսկ փոքր մասնիկը դառնում է մահացու նետագունդ։ Ձեր տիեզերանավը պետք է ունենա բավականաչափ պաշտպանություն, բայց ոչ այնքան ծանր, որ դառնա անհնար արագացնել։ Եվ ապա կա ժամանակի խնդիրը։ Նույնիսկ ամենամոտ պոտենցիալ բնակելի էկզոմոլորակները տասնյակներից հարյուրավոր լույսի տարիներ հեռու են։ Երբեք մարդկային իսկություն չէր տևում այդքան երկար։ Մենք պետք է ստեղծենք սերունդային տիեզերանավեր, ինտել տիեզերանավեր, որտեղ ամբողջ հասարակություն կապրի և կմեռնի ճամփորդության ընթացքում, երբեք չհասնելով նպատակակետին, թողնելով այդ իրենց սերունդներին, որոնք դեռ չեն ծնվել։ Պատկերացրեք ընտրությունը՝ լքել երկիրը, գիտակցելով, որ դուք, ձեր երեխաները, ձեր թոռնիկները երբեք չեն տեսնի նպատակակետը։ Պատկերացրեք ապրելը փակ թիթեղային տուփում, տասնյակներով գեներացիաներ, միայն հույսով, որ ձեր հեռավոր սերունդները հասնելու են նոր աշխարհ։ Քանի մարդ կընտրեր այդպիսի գոյությունը։ Եվ ահա թերևս պատասխանն է։ Գուցե տիեզերական ճանապարհորդությունը պարզապես չափազանց դժվար է, չափազանց ռիսկային, չափազանց երկար։ Գուցե յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը հասնում է տեխնոլոգիական զարգացման որոշակի մակարդակի, նկատում է դրանք և որոշում է մնալ տանը։ Գուցե աստղերը ուղղակի չափազանց հեռու են, և գալակտիկան մնում է պարանոցված բնակված աշխարհներով, որոնք երբեք չեն շփվում միմյանց հետ։ Բայց դա չի բացատրում լռությունը կապնակցությանը համար։ Նույնիսկ եթե ֆիզիկական ճանապարհորդությունը չափազանց դժվար է, արդյոք արտագալակտիկական քաղաքակրթություններն ուղարկեին ազդանշաններ, ռադիոհաղորդումները, լազերային լույսի պայթյունները, ինչ-որ ձև հասնելու մինչև աստղերը և ասելու «մենք այստեղ ենք»։ Եթե նրանք չեն ուղարկում, թերևս պատճառը վախն է։ Վերադառնալով մութ անտառի տեսությանը, եթե տիեզերքը վտանգավոր տեղ է, եթե պաշտպանող քաղաքակրթությունները հարձակում են անծանոթների վրա, ապա լռությունը գոյատևման մեխանիզմ է։ Բայց դա կենթադրի մակարդակ պարանոյա, որը դժվար է պատկերացնել։ Գուցե մի քանի քաղաքակրթություններ լռում են, բայց բոլորը անընդհատ, տասնյակ միլիարդ տարիների ընթացքում։ Եվ նույնիսկ եթե ամեն քաղաքակրթություն վախենում է ուղարկել ազդանշաններ, որոնք կարող են նկարագրել համանշաններ, պետք է լինեին աղմուկ։ Տեխնոլոգիական ակտիվությունը առաջացնում է ուղերձներ։ Մեր սեփական տիեզերքն արտահոսում է ռադիո և հեռուստատեսային ազդանշաններ մոտ 100 տարի է։ Յուրաքանչյուր քաղաքակրթություն պետք է անի նույնը, որոշակի փուլում իր զարգացման։ Որտեղ է այդ արտահոսքը։ Թերևս նրանք շատ կարճ են։ Թերևս արտահոսող ռադիոփուլը տևում է միայն մի քանի տասնամյակ կամ դար, մինչև քաղաքակրթությունը անցնում է ավելի արդյունավետ, ավելի միարգաված հաղորդակցությանը, որը չի արտահոսում տիեզերք։ Եթե դա այդպես է, ապա յուրաքանչյուր տվյալ պահի միայն փոքր տոկոս քաղաքակրթությունների է հայտնելի լինելու։ Եվ տիեզերքը այդքան հսկայական է, հեռավորություններն այդքան մեծ, որ մենք կարող ենք բաց թողնել միմյանց պարզապես վատ ժամանակով։ Կամ թերևս մենք արդեն ունենք ազդանշաններ, բայց չենք ճանաչում նրանց։ 1969 թվականին Ֆրենք Դրեյկը կատարեց առաջին սետի փորձարկումը՝ OSMA ծրագիրը։ Նա լսեց 2 մոտակա աստղեր 2 շաբաթվա ընթացքում։ Չգտեց ոչինչ։ Սրանից ի վեր սետի ծրագիրները լսել են հազարավոր աստղեր, միլիոնավոր ռադիոալիքների հաճախականություններ։ Նրանք վերլուծել են միլիարդավոր ազդանշաններ, բայց խնդիրն այն է, որ տիեզերքն անհավատալի աղմկոտ է։ Յուրաքանչյուր աստղ, յուրաքանչյուր գազային ամպ, յուրաքանչյուր պուլսար արտանետում է ռադիոալիքներ։ Մեր սեփական տեխնոլոգիամիզ, սատելիտներ, բջջային աշտարակներ, ռադարներ ստեղծում են ահռելի միջամտության մակարդակ։ Մենք փորձում ենք գտնել թույլ, հեռավոր ազդանշանը այդ աղմուկի ցովի մեջ։ Սա նման է փորձին լսել շշուկը փոթորիկի ընթացքում։ Եվ մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ ենք փնտրում ճիշտ։ Մենք ենթադրում ենք, որ արտագալակտիկական քաղաքակրթությունները կօգտագործեին նույն տեխնոլոգիաները, որ մենք ենք օգտագործում, կամ մտածում ենք օգտագործելու համար։ Բայց արդյոք նրանք կլինեին։ 1000 տարի առաջ մենք չէինք գիտեր ռադիոալիքների մասին։ 100 տարի առաջ մենք չէինք գիտեր քվանտային մեխանիկայի մասին։ Ինչ գիտելիք գիտությունը կստանա հաջորդ 100, 1000, միլիոն տարիներից։ Հնարավոր է արտագալակտիկական քաղաքակրթություններն օգտագործում են հաղորդակցման մեթոդներ, որոնք մենք նույնիսկ չենք կարող հասկանալ։ Գրավիտացիոն ալիքներ օրինակ։ Այնշտայն նախատեսեց դրանք 1916 թվականին,
բայց մենք հայտնաբերեցինք նրանց միայն 1956 թվականին, 100 տարի անց։ LIGO դիտարկումները բացեցին ամբողջովին նոր լեզու՝ լսելու տիեզերքը։ Գուցե զարգացած քաղաքակրթություններն արդեն տարիներ շարունակ հաղորդակցվում են գրավիտացիոն ալիքներով, եւ մենք միայն հիմա սկսում ենք լսել։ Կամ նեյտրինոներ։ Այս ելուզիվ մասնիկները կարող են անցնել ամբողջ մոլորակների միջով, գրեթե առանց փոխազդման։ Դրանք անհավատալի դժվար է հայտնաբերել, բայց դա նաև նշանակում է, որ նրանք կարող են կրել տեղեկատվություն գրեթե ցանկացած հեռավորության վրա, առանց միջամտության։ Գուցե տիեզերքը լի է նեյտրինոյի հաղորդումներով, եւ մենք պարզապես չենք ունենում դետեկտորները, որոնց ընթերցելու համար։ Կամ թերևս ավելի էկզոտիկ բան։ Քվանտային շղարշային միջոցները թույլ են տալիս երկու մասնիկների կապված իմանալ անկախ հեռավորությունից։ Չափեք մեկը եւ ակնթարթորեն ազդում եք մյուսի վրա։ Գիտնականները սկսել են փորձարկել քվանտային հաղորդակցությունը երկրի վրա։ Գուցե արտագալակտիկական քաղաքակրթություններն իմաստավորել են քվանտային շղարշափակումը միջաստղային հաղորդակցության համար, ստեղծելով ակնթարթային, անհատելի հաղորդակցության ցանց ամբողջ գալակտիկայի վրա։ Այս գաղափարները կարող են թվալ գիտական ֆանտաստիկա, բայց հիշեք, որ 100 տարի առաջ ատոմական ռեակտորները, քվանտային համակարգիչները, CRISPR գեների խմբագրումը բոլորն էլ կլինեին գիտական ֆանտաստիկա։ Մենք ապրում ենք աշխարհում, որը կլիներ աննկատելի կախարդությունից մեր նախնիների համար միայն մի քանի սերունդ առաջ։ Ինչ կլինի տեխնոլոգիան 1000 սերունդներից կամ 1 միլիոն։ Եվ սա մեզ հասցնում է մեկ այլ ճգնաժամային իրավիճակի մեջ։ Եթե տեխնոլոգիան զարգանում է այդքան արագ, եթե զարգացած քաղաքակրթությունները կարող են ունենալ կարողություններ, որոնք մեզ համար թվում են կախարդություն, ապա ինչպես մենք իսկապես կարող ենք հայտնաբերել նրանց։ Դա նման է անակնկալով մրջյունների փորձելը հայտնաբերելու մարդկային քաղաքակրթությունը։ Նրանք կարող են նկատել ինչ-որ տարօրինակ երևույթներ, քառակուսի ձևերը ցանկապատների մեջ, անբնական զանգվածային բարձրությունները, արհեստական լույսերը գիշերվա ընթացքում։ Բայց արդյոք նրանք կհասկանան Wi-Fi-ի հաղորդումները, սատելիտային հեռարձակումները, քվանտային կոդկոդավորումը։ Երբեք։ Գուցե մենք մրջյուններ ենք։ Եվ արտագալակտիկական քաղաքակրթություններն այնքան առաջ են, որ նրանց տեխնոլոգիան անտարբերելի է բնությունից մեր զգայարաններին։ Նրանք կարող են լինել ամենուր շուրջ մեզ, եւ մենք պարզապես չենք կարող տեսնել նրանց։ Բայց սա բարձրացնում է փիլիսոփայական հարց։ Եթե արտագալակտիկական քաղաքակրթություններն այդքան զարգացած են, որ մենք չենք կարող հայտնաբերել նրանց, ապա արդյոք կա տարբերություն դրանց եւ գոյության բացակայության միջև։ Եթե ինչ-որ բանի ազդեցությունը հաճախում է չափազում է չափանց փոքր է չափելու համար, արդյոք այն գործնականում գոյություն ունի։ Սա վերադարձնում է մեզ այն ամենահիմնական հարցին. ինչու է կարևոր, թե արդյոք մենք միայնակ ենք։ Ինչու ենք մենք խորում այս մասին։ Ինչու չենք մենք ծախսում միլիարդավոր դոլարներ տելեսկոպների եւ ռադիոդիտարկիչների վրա, որոնք ներծծվում են երկնքում, փնտրելով ազդանշան, որը կարող է երբեք չգալ։ Պատասխանը, ես կարծում եմ, կայանում է նրանում, թե ինչ է նշանակում մենք մեզ համար։ Եթե մենք միայնակ ենք, եթե կյանքը, բանականությունը, գիտակցությունը միայն այստեղ է, երկրի վրա, եւ ոչ տեղ ուրիշ ամբողջ դիտվելի տիեզերքում, ապա մենք չենք պարզապես հազվագյուտ։ Մենք ամբողջովին եզակի ենք։ Մենք միակ միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մտածեք դրա մասին։ 13.8 միլիարդ տարի տիեզերքը գոյություն ունեցել է որպես ջերմ պլազմա, ապա փոշի եւ գազ, ապա աստղեր եւ բաաստղեր եւ գալակտիկաներ։ Ամբողջ այդ ժամանակ, քանի դեռ կյանքը չհայտնվեց, ոչ մի բան չգիտեր տիեզերքի մասին։ Աստղերը գոյություն ունեին, բայց ոչ մեկը չէր նկատում դրանց գեղեցկությունը։ Գալակտիկաները պտտվում էին, բայց ոչ ոք չէր զարմանում նրանց պարողակզի ձևերի վրա։ Քվանտային երևույթները տեղի էին ունենում, բայց ոչ ոք չէր քննարկում նրանց տարօրինակությունը։ Ապա մի օր, երկրի վրա, տաք փոքր լճակում, ինչ-որ քիմիական արձագանքություններ սկսեցին կրկնվել։ Մոլեկուլները սկսեցին կրկնօրինակել ինքներս իրենց։ Միլիարդավոր տարիների ընթացքում այդ պարզ կրկնօրինող մեխանիզմները զարգացան դեպի բջիջներ, ապա բազմաբջիջ օրգանիզմներ, ապա ընկալող համակարգեր, ապա նյարդային համակարգեր, ապա ուղեղներ։ Եվ ի վերջո, մարդկային մտքերը կարող են մտածել ոչ միայն իրենց անմիջական ներկայի մասին, այլև անցյալի, ապագայի, տիեզերքի ծագման, դրա վերջի մասին։ Առաջին անգամ տիեզերքի պատմությունում կա ինչ-որ մեկ,
ով գիտի, որ տիեզերքը գոյություն ունի։ Առաջին անգամ աստղերը դիտվում են եւ հասկացվում են։ Առաջին անգամ, եթե մենք միայնակ ենք, ապա այս պատասխանատվությունը ահռելի է։ Մենք տիեզերքի իրազեկությունն ենք։ Եթե մենք ինքնաոչնչանանք կլիմայական պատերազմով կամ միջուկային ողջախցանքով կամ կենսաբանական աղետով, մենք ոչ միայն մարդկությանը ենք ոչնչացնում, մենք կարող ենք ոչնչացնել տիեզերքի միակ լուսավորված մասը։ Տիեզերքն անգիտակ կդառնա վերստին։ Բայց եթե մենք չենք միայնակ, եթե կյանքը, բանականությունը բազմաթիվ է, ապա մենք մաս ենք ավելի մեծ պատկերի։ Մենք մեկ հանգույցն ենք տիեզերական գիտակցության ցանցում, որը տարածվում է գալակտիկաների միջև։ Մեր հայտնագործությունները, մեր ստեղծագործությունները, մեր անհատական տառապանքները եւ ուրախությունները դառնում են մաս ավելի մեծ տիեզերական պատմության։ Եվ սա պատճառ է, թե ինչու Ֆերմիի պարադոքսը մակրաբարձիկ է։ Պատասխանը, երբ մենք ի վերջո գտնենք այն, կփոխի մեր հասկացողությունը մեր տեղի մասին տիեզերքում։ Կամ մենք եզակի ճառագայթը կրակի մեջ կարող տխուր, անխանգար տիեզերքում։ Կամ մենք մեկն ենք անթիվ քաղաքակրթություններից ի թվում ապրելի հասարակության մեջ, որը մենք դեռ չենք բացահայտել։ Երկուսն էլ պատասխանները խորը եւ փոխում են կյանքը։ Եկեք մտածենք, թե ինչ կլինի, եթե վաղը ծմենք ստանանք ազդանշանը։ Պատկերացրեք, որ սետի աստղագետը նկատում է անկրկնելի, հստակ, արհեստական օրինաչափություն, գալիս 100 լույսի տարիների հեռավորությունից։ Պատկերացրեք այն պահի խանդավառությունը, երբ մենք վերծանենք հաղորդագրությունը, թերևս մաթեմատիկական հաջորդականություններ, գիտական սահմանումներ կամ նույնիսկ պատկերներ նրանց աշխարհից, նրանց մշակույթից, նրանց կենսաձևից։ Մարդկությունը կփոխվի ակնթարթորեն։ Յուրաքանչյուր կրոն, յուրաքանչյուր փիլիսոփայություն, յուրաքանչյուր աշխարհայացք պետք է վերագնահատվի արտագալակտիկական կյանքի իրականության լույսի տակ։ Մեր քաղաքական բաժանումները, մեր ազգային սահմանները կթվան ծիծաղելի կարծրատիպային դեմ դիմաց լրատվության, որ մենք մաս ենք տիեզերական հասարակության, որը հասնում է աստղերին։ Բայց կլինի նաև վախ։ Ո՞վ են նրանք։ Ինչ են ուզում նրանք։ Արդյոք նրանք ընկերական են, թե թշնամական։ Պետք է մենք պատասխանենք, թե մնանք լուռ։ Պատկերացրեք բանավեճը գլոբալ մակարդակի վրա։ Ոմանք հայտարարում են, որ մենք պետք է անմիջապես ուղարկենք պատասխան, հաստատելով մեր գոյությունը եւ հրավիրելով կապը։ Ուրիշները նախազգուշացնում են, որ ցանկացած ազդանշան կարող է բացահայտել մեր գտնվելու վայրը պոտենցիալ թշնամական քաղաքակրթությանը։ Ստեֆեն Հոուքինգը նախազգուշացրեց այս ռիսկի մասին։ Նա ասաց, որ մենք չպետք է գործաբար փորձենք կապվել արտագալակտիկականների հետ, քանի որ ցանկացած քաղաքակրթություն, որը կարող է ճանապարհորդել աստղերին միջև, անխուսափելիորեն ավելի հզոր կլինի, քան մենք։ Պատմությունը ցույց է տալիս, որ երբ տեխնոլոգիականորեն առաջավոր քաղաքակրթությունը հանդիպում է ավելի պարզի հետ, արդյունքներն ավերիչ են դարձնում նվազ զարգացածի համար։ Մտածեք տարափի վերաբերյալ Ամերիկայի վերաբերյալ, կապը օստիրականների հետ։ Արդյոք մենք ցանկանում ենք կրկնել այդ պատմությունը տիեզերական մասշտաբով, բայց այս անգամ լինել տաղանդավոր եղեռնագործական համակարգը։ Ուրիշները հակազդում են, որ ցանկացած քաղաքակրթություն, որը բավականաչափ զարգացած է տիեզերական ճանապարհորդության համար, նաև պետք է զարգացած լինի եթիկորեն։ Նրանք ենթադրում են, որ տեխնոլոգիական առաջընթացը աննյութական փարամենի են գթություն, համագործակցություն, խաղաղություն բերում է։ Հակառակ դեպքում քաղաքակրթությունը կինքնաոչնչանար իր սեփական զենքերով, մինչև նվաճելու այնքան զարգացածությունը։ Բայց արդյոք մենք կարող ենք վստահել այդ ենթադրությանը մեր կայանության հետ։ Ինչքան ենք մենք գիտենք արտագալակտիկական հոգեբանության, արտագալակտիկական էթիկայի, արտագալակտիկական մոտիվացիաների մասին։ Ոչինչ։ Մենք նույնիսկ չենք կարող հասկանալ լիովին ուրիշ տեսակների մոտիվացիաները մեր սեփական մոլորակի վրա։ Ինչպես մենք կարող ենք կանխատեսել էակների դրդապատճառները, որոնք զարգացել են ամբողջովին տարբեր։